Հիսուս Քրիստոսի անունով ուրախ ենք, որ միասին ենք եւ այս նոր դարին 2026-ը կսկսենք միասին Տիրոջ շնորհքով։ Բարի եկաք մեր այս ուղղաթիռ ծառայությանը, մի քանի վարգաններ են պիտի սկսի այս ծառայությունը, միջ այդ պատրաստվեցեք, կանչենք մեր ընկերները, բարեկամները, մեր ընտանիքի անդամները, որովհետեւ միասին կարողանանք այս օրտնապեր ժամերը ունենալ։ Ուրեմն, պատրաստվենք Տիրոջ օրհնությունը վայելելու իրար հետ այս գեղեցիկ դարին կսկսի Տիրոջ շնորհքով։ Մի քանի վարգաններեն կվերակտնենք իրար Տիրոջ ներկայության մեջ։ Ուրեմն պատրաստվեցեք, կվերակտնենք իրար։
Խոր հրթական հավիտենականության հայր Սքանչելի խոր հրթական հավիտենականության հայր Խաղաղության իշխան ով զոր Աստված Չունի սահման Բարձր քո անունը բոլոր անուններից Զորությունից տերություններից Հավիտյանս հավիտենից Թագավորելու ես Տերտերած Հավիտյանս հավիտենից Թագավորելու ես Տերտերած Տշնամությունը քանդեց Հոր հետ մեզ հաշտեցրեց Իր արդարությունը մեզ տվեց Ամեն զուն թող ծրվի Ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց Հոր հետ մեզ հաշտեցրեց Իր արդարությունը մեզ տվեց Ամեն զուն թող ծրվի Ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառավորվի երրորդությամբ մեր Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Բարի եկաք, սիրելի քուրիախբայրներ, այս առաջին մեր ծառայության 2026 թվին։ Աստված առատապես օրհն է այս նոր տարին, ձեր ընտանիքները։ Մի քանի օր առաջ իմ մաղթանքներս տվի այդ բոլոր քուրիախբայրներուն, որոնք կհետևին ինձ այս ծառայությանը աշխարհի տարբեր տեղերեն, լավ եթերներով, ուղի եթերներով եւ կամ հետո։ Ամենաթեւս Աստված օրհն է մեր հայացքը եւ ցեզ, ուր որ գտնվիք սիրելիներ, որպես 2026-ը Տիրոջ շնորհքով քայլենք Տիրոջ խոսքի համաձայն ճշմարտության մեջ, Տիրոջ խոսքի համաձայն ուղղության մեջ, Տիրոջ խոսքին համաձայն սիրո մեջ, Տիրոջ խոսքի համաձայն Սուրբ Հոգիով լեցուն մեծ գործեր կատարելու մեջ։ Եվ Աստծո ցերկը շնորհե ձեր ընտանիքներուն մեջ այդ երկնային օրհնությունը, որբեսի այդ երկնային օրհնության մեջ դուն եւ ես բոլորս այս դարի կարողանանք ապրիլ այն ինչ որ Տերը ինք նախադեսած է մեզ համար։ Չլա թե մենք մեր ցևերով, մեր կարծածներով, մեր ծրագիրներով քայլենք, այդ գրնալալ մեզ համար ամենեն մեծ ցախողությունը։ Երբ որ Աստծո խոսքին համաձայն կքայլենք եւ իր կամքին մեջ կնվիրվենք, որ Տերը ինք առաջնորդ է մեզ, այդ իսկապես ամենամեծ շնորհքն է, ամենամեծ նվերն է, որ մենք կրնանք ունենալ, ամենալավ մաղթանքն է, որ ես ցեզ կրնամ մաղթել այսօր, որ առաջնորդվիք ամենակարող Տիրոջ ցերքին մեջ։ Եվ այդպես վստահ օրհնություն, ուրախություն պիտի քայլենք իր փառքին համար։ Հալելույա, բարի եկաք, անոնք որ կմիանան մեզ, ուրեմն տարբեր դեղերով, Facebook-ով, հետևին, YouTube-ով, Խոսքը TV-ով, նաև գուզեմ ողջունել ICF-ի Լոս Անջելեսի մեր սիրելի քուրիախբայրները, որ ամբողջ տարին կհետևին մեր ծառայություններուն, կկաչալերեն մեզ տարբեր ցևերով, Աստված օրհն է բոլորին, եւ իսկապես կուզենք նաև շնորհակալություն հայտնել ICF-ի դնորենության, որ արիթ կուտա, որ այս ծառայությունը հասնի նաև մեր սիրելի քուրիախբայրներուն Լոս Անջելեսի։ Աստված օրհն է ցեզ Ձեր ծառայությունը նաև ICF-ն, Աստված օրհնե եւ զորացնե ձեր ընթացքը, որպես միշտ ավելի այդ բոլոր զոհությունները որ գնեք, միշտ ավելի Տիրոջ խոսքը հասնի սիրելիներուն եւ շատեր ապաշխարեն, բրգվին, զորանան, աշակերտները լան եւ իրենք իրենց կարգին ուրիշներուն Տիրոջը բերեն։ Աստված
օրհնե մեր այս ծառայություն ճշմարտության խոսքը նաև բոլոր թիմը որ գաշխատի, բոլոր ծառայողները, բոլոր քույր եղբայրները, որոնք գաղութ են այս ծառայության համար, բոլոր անոնք, որոնք գմդահոգվին այս ծառայության համար, բոլոր անոնք, որ գկաչալեն ինձ այս ամեն չորեքշաբթի օրվա ուղիեթերների համար, դերը ցեզ առադապես օրհնե։ Նաև կուզեմ շնորհակալություն հայտնել ցեզ սիրելիներ, որ հավատարմապար ամեն չորեքշաբթի գհետևիք մեր ծառայությանը, Աստված ցեզ շատ օրհնե իսկապես եւ դա որ իր օրհնությունով երթանք առաջ։ Այս տարվա մեջ վստահ եմ շատ փոփոխություններ պիտի ըլլան մեր ծառայության մեջ, ուղղություններ կան, բայց դեռ վստահություն չկա, բայց վստահ եմ որ դերը իր ցերկը մեզ պիտի այցելե եւ մեզ պիտի ցույց տա թե ինչ տեսակի ծառայության գրնանք երթալ այս ուղիեթերներու հետ կապված։ Գիտնալով որ իմաստական ծառայությունները ոչ թե միայն ուղիեթերն է, այլ հովական ծառայություն կա, ավետարանչական ծառայություն կա, մարտասիրական բարեգործական ծառայություններ կան, մի խոսքով շատ ծառայություններ ունիմ ես անձամբ, ուրեմն պիտի փորձենք որ ամեն ինչ իր տեղը հասնի եւ մանավանդ ինչպես ասի ոչ թե մենք առաջնորդենք մեր կյանքը 2026-ին, թող դերը ինք առաջնորդե, ինք ասե ինչ պետք է, երբ պետք է եւ ինչպես պետք է։ Քանի որ վերջի վերջո ճշմարտության խոսք այս ծառայությունը իր ծառայությունն է, ճշմարտության խոսք այս մեր առաքելության վրա Տեր Հիսուս Քրիստոսն է իշխող, այս տարիները դրված ծառայությունն է, որ իմ սրտիս մեջ դրված է եւ այդպես է որ սկսավ ճշմարտության խոսքը եւ այդպես կգերտա առաջ դերը ինք առաջնորդ է իր ռիթմով, իր արագությամբ, իր ծևերով։ Դերը ցեզ ուրեմն մեմ եւս շնորհակալություն բոլորին։ Ես շատ քիչ իմ մասին կխոսիմ, շատ քիչ մեր ծառայության մասին կխոսիմ, այդ մենք մեր ծառայության ռեկլամները կամ կովացները չեն գներ, քանի որ այսպես ծառայությունը ներգենք ցեզ օրտնելու, եկերենք ցեզ առաջնորդելու դիրոջ խոսքով, մենք այստեղ ոչ մեկ ինչպես եմ շնորհք չունենք այս խոսքի մեջ, ամեն շնորհքը դիրոջ մեգուկա, փառքը դիրոջն է, մեզ ինքն է առաջնորդողը, մենք ալ կփորձենք մեր փոքր սահմաններով հասնել ցեզ դիրոջ օրհնությունը փոխանցելու եւ վստահ եմ ինչպես ցեզ մեջ շատ քաչրական խոսքեր կստանանք, նամակներ կստանամ երբեմն վստահ եմ որ շատերուտ օգուտ է այս ծառայությունները։ Փառք դիրոջ, եթե ամեն ուղիեթերին 1-2 հոգի գնորոքվի, դիրոջ մեծ կորոշե, դիրոջ խոսքը սերդել, դիրոջ խոսքին մեջ քայլել իմ ամենեն մեծ ուրախությունն է։ Մենք շեշտը դրած ենք Աստծո խոսքի վրա։ Գահավատանք որ Աստծո խոսքի ճշմարտությամբ մենք պիտի ազատագրվենք, անոր համար ճշմարտության խոսքով գսե դուք բրգվեցաք եւ այս ճշմարտության խոսք, այս ծառայությունը բարձրապես խոսքն է որ գուզե փոխանցել եւ հասցնել ցեզ եւ վարտաբեդական եւ ուսուցողական եւ ճշմարիտ եւ կորցնական ամեն օրվա մեր դիրոջ խոսքը շատեր կան դիրոջ խոսքը լավ գիտեն բայց իրենց ապրուստը եւ իրենց ապրելակերպը չի համապատասխանիր դիրոջ խոսքին ուրեմն մեր ծառայության նպատակը ոչ թե խոսքը փոխանցելն է եւ ցեզ ասել թե մենք նայեցեք ինչ լավ բաներ գիտենք ոչ այլ խոսքը փոխանցելով ցեզ օգնել որ կորցնական ամեն օրվա մեջ քո ընտանիքիդ մեջ, քո անձնական կյանքիդ մեջ, քո կորձիդ մեջ, քո եկեղեցին մեջ, քո հարաբերություններու մեջ, քո ուր որ ես, ուր որ դերը դրած է, այնտեղ այդ խոսքը ապրիս։ Հալելույա։ Եվ դժբախտաբար սիրելի քույր եղբայրներ, ինչպես միշտ կսեմ, հավատացյալներ շատ կան, բայց հավատքը ապրողներ քիչ կան։ Եվ բոլոր եկեղեցիներու մեջ նույնն է խնդիրը։ Անորոշ այս նպատակը, այս ծառայության նպատակը, իմ այս ծառայության նպատակը, այդ է որ ցեզ ասեմ սիրելիներ մի քոհանար քո քիծածներով այլ ապրիր ինչ որ գիտես եւ թույլ դուր որ դերը կորցած է քեզ որ ավելին ունես ինչ որ ինք կգամենա քեզ այնպես կասկնակ շատ կարեւոր է սիրելիներ կորցնական հավատքի մարդը լալ խոսքով շատ տեսեր ենք քարոզիչներ շատ տեսեր ենք փեմի վրա հավատացյալներ շատ տեսեր ենք ծառայություններու մեջ իրենք ցույց տալով հավատացյալներ շատ տեսեր ենք բայց երբ կտեսնենք որ հավատացյալը իսկապես կապրի իր հավատքը իսկապես կչարչարվի իր հավատքին համար իսկապես կզոհվի Տեր Հիսուս Քրիստոսի համար իսկապես հնազանդ է Տեր Հիսուսի խոսքին տիրով լեցուն դիրոջ եւ մարդկանց հանդեպ եւ որ այդպես հավատացյալներ կտեսնենք իսկապես կուրախանանք եւ գսենք փառքես Տեր որ քո հոգին աշխատի ամեն ուրեմն մեր նպատակը սիրելիներ հասցնել ցեզ այս դիրոջ խոսքը եւ պիտի խնդրեմ նաեւ ցեզ որ
փոխանցեք, տարածեցեք, անոնք որոնց հետ գաբի մեջ եք, որոնց հետ կխոսիկ Տիրոջ խոսքը, փոխանցեք այս ծառայությունները, դերևս իրենց կհասնի նաև այս խոսքերով, ինչ որ սերդողություններ գնենք, արդեն անցյալ դարվն է 2 տարի եղավ սկսանք սերդողություններ անել համար առ համար Աստծո խոսքը, գարջ, գդրուկ, կորձնական համար առ համար, եւ գիտեմ որ շատերուն օգտակար է, քանի որ այս բանը այսօր բագաս է սիրելիներ, քարոզներ շատ կան, սերդողություններ շատ կան, ինչ գիտնամ փարապանության խումբեր շատ կան, դարբեր ծառայություններ շատ կան, բայց շատ քիչ են այն ծառայությունները, որոնք քեզ ամեն համար առ համար ոչ թե միան խոսքը կփոխանցե, այլ քեզ այդ խոսքին զորությունը գուտա, որպեսզի դու այդպես ապրես, ինչպես գրված է, եւ մեր այս ծառայության նպատակը այդ է։ Մի խոսքով աշակերտներ անել եւ ոչ թե միայն հավատացյալներ։ Ամեն դերորդն է։ Այս ուղղությամբ, այս աշակերտության նպատակով վստահ եղեք, որ 2026-ին նոր բաներ պիտի առաջարկեմ եւ գնայինք ինչ ցևով, անշուշտ ոչ բոլորին, միան անոնք որ գուզեն աշակերտները լալ, միան անոնք որ գփապակին Տիրոջը աշակերտները լալ, ինչպես ինք ըսավ կացեք աշակերտեցեք, այդպես աշակերտներ լալու համար չանք պետք է դարվի եւ անոր համար դերևս գոչ կնեմ հadouk ծառայություն կբարձրացնենք այդ մարդկանց համար, որոնք կուզեն աշակերտները լալ, այդ մասին մի քիչ ավելի խորը գխոսենք, երբ ժամանակը կհասնի։ Ամեն։ Դեր օրտեցես, հալելույա, հալելույա։ Սաղմոս 111։ Նայեցեք ինչ գեղեցիկ կսկսի հալելույա, բոլոր սրտով դերը պիտի կովեմ, բոլոր սրտով դերը պիտի կովեմ ուղիղներուն ժողովին եւ ժողովրդին մեջ։ Շատ կարեւոր է այստեղը։ Ուղիղներու ժողովին եւ ժողովրդի մեջ բոլոր սրտով դերը պիտի կովեմ։ Որքան կարևոր է սիրելիներ ուղիղներու ժողովին մեջ ըլլալը։ Ով են ուղիղներու ժողովը կամ ժողովուրդը, այդ մարդիկն են, որ գուզեն իրենք ալ բոլոր ամբողջ սրտով Աստված բաշտել։ Եվ երբեմն մեր ամբողջ սրտով չենք կրնար բաշտել Աստված, եւ որ մեր 4 կողմը մեր նման ամբողջ սրտով բաշտող մարդ չկա։ Եվ այստեղ գսե, երբ որ ես ուղիղներու ժողովրդին մեջն եմ, անժամանակ արիթ կունենամ բոլոր սրտով, ամբողջ սրտով Աստված բաշտել։ Ինչու, քանի որ նաև իմ գողքի եղբայրը քույրը պիտի հասկանա իմ փառապանությունը։ Սիրելի քույր եղբայրներ, երբեմն մենք ուզենք Աստված բաշտել, մենք ուզենք հնազանդել Տիրոջը, մենք ուզենք Տիրոջ խոսքը փոխանցել, բայց մեր գողքի մարդիկը չեն հասկանար այդ բանը։ Եվ երբեմն իրենց պատճառով թունալ կգանքնիս քո ընթացքեն։ Կարևոր է Տիրոջ ժողովրդին մեջ վարժվիս ամբողջ սրտով Աստված բաշտել։ Ես այս կսեմ, քանի որ ամեն մեկս որ մեր դեղական եկեղեցիներն ենք, դարբեր դեղական եկեղեցիներ որ գհետևիկ, ասեմ ցեզ, երբ որ եկեղեցի գսես, ասել է այդտեղ մարդիկ կան որ գուզեն Աստված բաշտել ամբողջ էությամբ։ Մի քաշվիր, ամբողջ սրտով Աստված բաշտե իր ժողովրդին մեջ։ Սիրտդ լեցուն սիրով, փառապանությամբ, երկրպագությամբ Աստված բաշտե ամբողջ քո սրտով իր ժողովրդին մեջ։ Եվ երկրորդ համար գսե դերոջը կորձերը մեծ են, անոնք բոլոր սիրողներեն գքննվին, գհասկացվին։ Անոնք որ Աստված գսիրեն, անոնք արժեքը գիտեն քո փառապանությանը եւ գամ քո վկայությանը։ Որքան ունենաս քո 4 կողմը մարդիկ, որոնք Աստված գսիրեն, այնքան քո վկայությունը արժեք պիտի ունենա։ Այնքան քո փառապանությունը արժեք պիտի ունենա։ Եվ այդքան քո իրենց միջոցով քո փառապանությունը պիտի մեծնա։ Անորոշ որքան կարևոր է իմ սիրելի քույր եղբայր, եւ անոնք որ հավատքի մարդիկ են, որ դուք շրջապատվիք իսկապես Աստված բաշտող մարդոցմով։ Ոչ թե դիսապանությունով, ոչ թե այսպես ինչպես եմ ծևերով, ոչ թե կրոնական համակարգով, այլ ինչպես գրված է բոլոր սրտովս, ամբողջ սրտով, հոգով եւ ճշմարտությամբ, ներսը լեցված, սիրով, փառապանության, երկրպագության, կողապանությամբ լեցված մարդոցմով Աստված բաշտես։ Եվ այն ժամանակ իր կորձերը պիտի բատմես եւ մարդիկ պիտի հասկանան։ Թող այս 2026-ը Աստված քեզ օգնե, սիրելիս, որ դու շրջապատվիս շիդակ մարդոցմով, Սուրբ ոգիով լեցված շիդակ մարդոցմով,
Ես կաղոթեմ իմ համար, բայց նաև բոլորիս համար։ Գիտեք, երբեմն մենք գսեն մարդիկ, բոլորն ալ հավատացյալներ են, ամեն եկեղեցիները նույնն են եւ այլն։ Ոչ։ Շիդակ մարդոցմով շրջապատվելը շատ կարևոր է քո փառապանության զարգացումը, քո հավատքի մեծանալը, քո հավատքի զարգացումը։ Երբ որ ժողովրդին ուղիղներու ժողովրդին մեջն ես, անժամանակ երբ կփառապանես, գողքինդ քեզ կքաչալերե որ ավելին փառապանես, քանի որ կհասկնա, քանի որ ինքնալ այնտեղ են անցած է, ինքնալ այնտեղ են գանցնի։ Ես կմաղթեմ քեզ 2026-ին շիդակ մարդոցմով շրջապատվիս։ Եվ այս մեզ բոլորիս համար է։ Եվ թունալ շրջապատե նաև մարդկանց։ Եթե դու կգարձես, որ քո հավատքը շիդակ է եւ դու շիդակ մարդ ես, ուրեմն շրջապատե նաև այդ 4 կողմիներուն, որոնց հավատքը բարձրանա։ Երբ եկեղեցիներու մեջ ենք, մեր տեղական տարբեր եկեղեցիներու մեջ, հավաքույթներու մեջ, միապանության մեջ, երբ հավաքույթներու մեջն ենք, մենք կրնանք նաև կորձիկ դառնալ, որ մեր գողքի քույր եղբայրը բարձրացնենք, զարգացնենք, որ ինք ավելի Աստված բաշտե, ավելի վգայե, ավելի սիրե։ Ուրեմն ոչ թե միայն մենք ստանանք օրհնություն մեր 4 կողմիներեն, այլ մենք ըլլանք օրհնություն մեր 4 կողմիներուն։ 2026-ին համար գմախտեմ, որ դու լավ մարդոցմով շրջապատվիս եւ դու լավ շրջապատող մարդ լաս։ Եվ այդպես Տիրոջ մեծ գործերը պիտի պատմենք այս ամբողջ 2026 դարվա ընթացքին։ Օրհնյալ է մեր Տերը, որ մեզ գսորվեցնե իր խոսքին մեջ մնալ, եւ մեզ գսորվեցնե շիդակ շարժումներ ունենալ այս ճշմարիտ հավատքին մեջ։ Աստծո խոսքը մեզ գսորվեցնե, որ մենք ուղիղ ճանապարհի մեջ քայլենք։ Ոչ թե միայն մտքով կամ թավանությունով, այլ մեր ամեն օրվա շարժումով, մեր հարաբերություններով շրջապատող ըլլանք եւ լավ մարդոցմով շրջապատվենք։ Եվ այդպես մեր հավատքը պիտի բարձրանա եւ մեր միջոցով ուրիշին հավատքը, փառապանությունը, երկրպագությունը պիտի բարձրանա։ Օրհնյալ է մեր Տերը։ Եկեք լսենք այս երգը, որ գսե ժամն է եկել, երգենք եւ օրհնենք, աղոթենք մեր Տիրոջը եւ անգե հետո կվերակտնենք իրար մեր Գործ Արաքելոց քրկի շարունակությունը 16-րդ գլուխ համար 16 պատրաստվեցեք, պիտի միապանվենք եւ այդ քեղեցիկ համարները պիտի սերդենք իրար հետ։ Ուրեմն կվերակտնենք իրար այս գարջ երկեն հետո բարապանենք Տերը միասին։
արքային օրհնենք Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Հիսուսն է Տերը մեր եւ կյանքը մեր La 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 Ժամն է երկենք եւ օրհնենք Ժամն է երկենք օրհնենք արքային մեր Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Նա կյանքն է մեր եւ Տերը մեր Ժամն է երկենք եւ օրհնենք Ժամն է երկենք օրհնենք արքային մեր Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Նա կյանքն է մեր եւ Տերը մեր Օրհնյալ են Տիրոջ ծառաներն ամեն Ցնծության ձայնով թող որ արքային օրհնենք Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Հիսուսն է Տերը մեր եւ կյանքը մեր Օրհնյալ են Տիրոջ ծառաներն ամեն Ցնծության ձայնով թող որ արքային օրհնենք Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Հիսուսն է Տերը մեր եւ կյանքը մեր Հիսուսն է Տերը մեր եւ կյանքը մեր Հիսուսն է Տերը մեր եւ կյանքը մեր Փառավորվի մեր Տերը, Հիսուսն է մեր կյանքը եւ մեր էությունը, իրեն լա փառք, հալելույա, ամեն եւ ամեն, ուրախ ենք սիրելի եղբայրներ, այս առիթին համար որ մենք ունենք Գործ Առաքելոց քիրքը սերդելու եւ հուսամ ոչ թե կսերդենք, այլ գաբրինք այն օրհնությունները, որ այդ խոսքը մեզ կսորվեցնե։ Հալելույա։ Գործ Առաքելոց քիրքը գուզեմ հիշեցնել, ցեզ որ վերջագետ չունի, վերջացած չէ։ Գործ Առաքելոցը կվերջանա, երբ Տեր Հիսուս Քրիստոս կվերադառնա։ Ասել է որ այսօր ամբողջ աշխարհը Տեր կորձի մեջ է։ Այն կորձը, որ Սուրբ Հոգին սկսավ, ոչ թե կորձ Առաքելոց, այլ կորձ Սուրբ Հոգվոց։ Սուրբ Հոգին կորձերն է, որ սկսավ եւ կտեսնենք, թե առաքյալները ինչեր ըրին Սուրբ Հոգիի միջոցով։ Եվ այդ Սուրբ Հոգին վերացած չէ, երկինք չքնացի հետ, այլ Սուրբ Հոգին Տեր այս աշխարհի մեջ է եւ Տեր կկործե երանի այն հավատացյալին, այն Հիսուս Քրիստոսի աշակերտին, որ ինք Հիսուս Քրիստոսի աշակերտ ըլլալով Սուրբ Հոգիով կշարունակե այն կործը, որ Տերը խոստացավ, ասելով դուք իմ կործերս պիտի կատարեք եւ ավելի շատը պիտի կատարեք, մինչեւ ես կամ աշխարհի ծայրերը պիտի երթաք եւ ավետարանը պիտի փոխանցեք, պիտի սորվեցնեք ինչ որ ես ըսիցեզի, որբեսի մարդիկ բահեն եւ ապրին եւ պիտի մկրտեք, պիտի ուղարկեք եւ աշակերտներ ընեք աշխարհի 4 կողմը։ Այս գործը շարունակական է։ Դժբախտաբար
կորձը գանկնած է եւ գգաղա այսօր, քանի որ եւ մեկը դեր Հիսուս Քրիստոսը գտնունի, գուքա եկեղեցի եւ գտարնա եկեղեցի աթորի նստող մարդ։ Ինչ որ այս բոլոր այս աթոր եւ աթոր նստել չգար ամփոփ սուրբ գիրքին մեջ։ Եվ այսպես կտեսնենք սիրելի քույրեր, ինչպես Սատանան, այո, Սատանան եկեղեցին խափած է այսօր, մարդիկ հավատացյալներ գլան եւ նույնիսկ մենք կփորձենք մարդկանց ապաշխարության բերել, բայց ապաշխարության բերելուց հետո մենք կմոռնանք, որ այդ մարդը աշակերտ պիտի լա եւ այդ մարդը ինքն ալ պիտի երթա եւ ավետարան պիտի կարոզե եւ պիտի ապրի եւ հրաշքներ պիտի կատարե եւ այս բոլորը։ Կացեք ասավ իմ անունորս հրաշքներ պիտի կատարեք, տևեր պիտի հանեք, օրտնություններ պիտի նեք, բժշկություններ պիտի նեք, մերելներ հարություն առնել պիտի դակ։ Եվ ինչ եղած է հիմա գտեսնենք եկեղեցին մի քանի հոգի գա, մնացածները աթոր գդակցնեն եւ այսպես կշարունակենք մինչև սպասելով իբր թե Հիսուս Քրիստոսի վերադարձը որ կա մեզի երկինք տանի։ Ժողովուրդ, Հիսուս պիտի կա ոչ թե մեզի երկինք տանելու համար միայն, այլ պիտի կա իր բդուղները քաղելու համար։ Եվ այդ բդուղները պիտի քաղե ո՞րմե, պիտի քաղե քեզմե, դուն որ ընդուներ ես Տեր Հիսուս Քրիստոսը, դու որ Քրիստոսի աշակերտ ուզես ըլլալ, որովհետեւ Քրիստոսի պես ապրիս այս աշխարհի մեջ, իր սիրով լեցուն, իր կորձերու մեջ եւ իր նպատակներով։ Երանի այսօր մեր սիրելի եկեղեցիներու հավատացյալները եւ առաջնորդները եւ հովիվները եւ փոքրերը եւ միջև մեծերը հասկանային այս կարևոր կետը։ Մենք թեր կորձ արաքելոց քրքին մեջնենք եւ չի վերջանալու այդ քիրքը մինչեւ Տեր Հիսուս Քրիստոս ինք վերադառնա։ Եվ եթե լավ գնայիք, պիտի սերդենք, որ հասնենք այսօր գլուխ 16-ն է, որ պիտի շարունակենք 16-րդ համարեն, բայց որ կհասնենք 28-րդ գլուխը, կտեսնենք, որ վերջավորություն չկա։ Ինչպես կտեսնենք մյուս նամակներուն վերջնական խոսքը, օրտնության խոսքը, բայց կորձ արաքելոցը չունի։ Ինչու՞։ Քանի որ շարունակվի եւ պիտի շարունակվի։ Եվ անոր մեջ արդյոք թունգաս, արդյոք ես կամ։ Հալելույա։ Այս է, որ մենք ամեն օր ապաշխարության պետք է գանք, ասելով Տեր ինձ օգնե, որ ես այն բանը, որ իմ մեջս տրիր, այն բանը զարգացնեմ եւ մեծացնեմ։ Չլամ այդ մարդուն նման, որ մեկ կանկար արած, քետնին դագը հողին դագը բահեց եւ երբ որ դերը վերադարձավ, ետ տվավ իրեն։ Աստված գուզե քեզ եւ ինձ կործածել, որ այն ինչ որ դված է մեզ, այդ բարգևները, այդ տաղանդները, այդ միջոցները, որ մենք ունենք եւ բոլորս ունենք, ամենեն ձերեն բռնած միջև ամենեն երդասարտը բոլորս ունենք միջոցներ, որ Տիրոջ խոսքը ապրենք եւ ապրեցնենք։ Ոչ թե միայն մեր համար, այլ ապրեցնենք։ Ոչ թե հավատացյալներուն միան եկեղեցի մարդկանց մեր սիրած ընկերներուն եւ բարեկամներուն, որոնց հետ լավ ժամանակ ունենք, լավ կհասկացվենք։ Այսօր հավատացյալներ կան միան հավատացյալներով կշփվին իրենց ընկերներով, իրենց տունը կհրավիրեն իրենց մտերիմները, իրենց հետ բդույթի գերտան իրենց մտերիմներով, եկեղեցին իրենց մտերիմներուն կպարևեն եւ իրենց կողքը կնստին։ Ինչ, ասինչ է։ Այդ բոլորը լավ է, բայց դու ունես ծրագիր, որ քո միջոցով Տիրոջ օրտնությունները վարվին, երևնան եւ մեծ օրտնություններ փոխանցես ուրիշներուն։ Հալելույա, փառավորվի Տերը։ Ահավասիկ եկան կորձ արաքելոցի մեջ 16-րդ գլուխ համար 16-ը սկսյալ, հիմա Փիլիպոսի մեջ ենք, Փիլիպեի մեջ ենք եւ Փիլիպեի մեջ նայեցեք ինչ կբադահի։ Օրը երբ մենք աղոթքի գերտայինք, ուրեմն մենք երբ որ գսե Ղուգասը ինք իր մասին գխոսի, Ղուգասը, Շիղան, Բողոսը եւ դարբեր ծառայողներ խումբ էին ասոնք, միասին էին։ Միապանության մեջ էին մի խոսքով։ Իրենց գլուխով չէին, ինչպես հիմա ինքնագոչ, ամեն մեկը իր հոգիով լեցուն, կարծեք թե մենակ ինքն է, ինքը գիտե, ինք ամեն ինչ գիտե, միապանություն չկա, սուրբ գիրքը ճիշտ հակառակ գսորվեցնե։ Անոր համար երբ որ գտեսնենք մարդիկ, որ ինքնագոչ, իրենք իրենց մով, ոչ հովիվ ունին, ոչ հովանավորության դակ են, ոչ եղբայրներու հնազանդության դակ են, ոչ միապանության դակ են, ոչ ծառայության մեջ են, իրենց գլուխով, իրենք սուրբ ոգին ունին իբր թե եւ իրենց հավատքը գտանին առաջ, իրենց կորձը ավետարանիչներ են, միսիոնարներ են եւ այլն։ Բայց չկա այդպես բան։ Ես միսիոնար չեմ մենակս։ Ես ավետարանիչ չեմ մենակս։ Ես հովիվ չեմ մենակս։ Ես մենակով ոչինչ չեմ։ Դերը ինձ տրած է իր
դեղական կամ իր մարմինին մեջ ունիմ եղբայրներ, ունիմ քույրեր, այո հովիվ եմ, բայց ունիմ քույրեր, եղբայրներ, ծրակիրներ, գաղափարներ, երբ որ ես սխալ գնեմ վստահ իմ քույր եղբայրներս կնան ինձ ասել եղբայր Սարգիս սխալ է ասածը կամ եւ այլն, ինչու, քանի որ մենք նույն ընտանիքի մեջ ենք, նույն խումբին մեջն ենք։ Բայց եթե ես մինագ լամ եւ մեկումը չլսեմ եւ ոչ մեկեն հետ կորց չունենամ, ինքնագոչ ավետարանի չլամ, ես ով պիտի շտկե ինձ, ով պիտի ուղե իմ ճանապարհներս։ Հիմա շատեր գսեն Սուրբ Հոգին, սիրելիներ, դեսել ենք այդ մարդկանց, որ գսեն ես միան Սուրբ Հոգիի ցայնը գլսեմ։ Ժողովուրդ, Սուրբ Հոգին Աստված գխոսի, Սուրբ Հոգին գխոսի մարդկանց միջոցով նաև։ Քո եղբայր քույրերու, մդերիմ հաղորդագիցներու հետ։ Անորամար հաղորդակցությունը շատ կարևոր է։ Երբ որ մենք հաղորդություն գուտանք, Սուրբ հաղորդություն գսենք, այդ հաղորդությունն է, այդ որ ես եւ դու իրար հետ դեղական եկեղեցի մեջ իրար հսկելու, իրար գողքին լինելու, իրար բարձրացնելու, իրար օրտնելու, իրար շտկելու համար ենք այդտեղ։ Եվ անոր համար է որ հաղորդությունը շատ այսպես թեթև չտանիս, չեմ գիտեր ամեկ եկեղեցին ունի իր ներքին սովորությունները, չեմ ուզեր կամ եւ խառնեմ այսօր ծեր դեղական եկեղեցիներու սովորությունները, բայց շատ լուրջ թեմա է, որ ես կգարձեմ, որ ամեն դեղական եկեղեցին կամ հոգևոր ծառայությունը պետք է վերանայի հաղորդության միտքը։ Ամեն։ Ուրեմն ավասիկ Հուգասը մենք կսե երբ աղոթքի երթայինք, աղախին մը պատահեցավ մեզի, որ հարցուկ ոգի ուներ եւ քուշագություն ընելով իր դերերուն շատ վաստակ գբերեր։ Ավասիկ մի տիվահար գինմը, որ քուշագություն գներ եւ վաստակ կբերեր իր դերերուն։ Սիրելիներ, մեր հայերուն մեջ կա այս կետը։ Գախարտներ, քուշագներ, աբակադեսնող, ածուխ ծխող, խունկ ծխող, իբր թե հիվանդություն պիտի բժշկե, իբր թե այս պիտի այն պիտի, բայց շատ հստակ է, ոգի տիվահար մարդ է։ Ուշադրություն ըրեք եւ դուք ձեր չորս կողմիններուն ալսեք, թե մենք ամենուն աղոթքը չենք ընդուներ։ Այսօր ես կլսեմ մանավանդ Հայաստանի մեջ, բայց մեր հայերու մեջ ամեն գոմ կա, մեկը որ հիվանդ է, այս կնենք, այն գնենք, այս ծևով գաղութենք, նկար գտնենք, տակը խունկ կծխենք, խունկ կվարենք, քերեսման գերտանք, այսպես բաներ, ավազ գարնենք, ավազը գլուխնից կտապենք, ինչ գիտեմ, այսպես գախարտական բաներ, աբական դեսնող, գամ բժշկող իբր թե Սուրբ Գիրքը հստակ է։ Տիվահար ոգի գա այդտեղ։ Եվ ավասիկ այս կինը նայեցեք ինչ կսե։ Ասիկա Բողոսին եւ մեր յետևեն ինալով գբորար եւ գսեր այս մարդիկը բարձրյալն Աստծո ծառաներն են, որոնք ցեզի ուրիշ թարգմանություն կա մեզի բրգության ջամփան գկարոզեն։ Տիվահարը բոլոր ժողովրդին գսե այս մարդիկը Բողոսին եւ իր ընկերներուն համար Աստծո զավակներն են, Աստծո ծառաներն են։ Լսեցեք իրենց բրգություն գկարոզեն։ Սիրելի քույր եղբայրներ, գանտրատարնակ ինչ կպատահի։ Տևերը մարդկանց կսեն, որ Բողոսը եւ իր ընկերները Աստծո ծառաներն են եւ բրգություն կկարոզեն։ Տևերը շատ լավ գիտեն ով է ճշմարիտ քարոզիչը, որն է ճշմարտությունը, որն է բրգությունը։ Ուրեմն այս գինը, որ այստեղ էր, ինքը իր հետ ուներ հետևորդներ վստահ։ Եվ այդ հետևորդներուն գկաչալերի, որբիսի երթան Բողոսին քարոզը լսեն։ Բայց ին տիվահար է։ Ինչպես կպատահի այս բանը։ Սիրելի քույր եղբայրներ, դևերը քեզ չեն արգելեր եկեղեցի գալու։ Դևերը քեզ գարգիլեն Սուրբ Հոգիով քայլելու։ Կամ խոչընդոտներ գտնեն, որ դու իսկապես ապաշխարես։ Դևերը չեն արգելեր, որ դու հավատաս։ Ընդհանրապես որ բախտակուշակներու գմոդենանք եւ իրենց հետ մի քիչ կխոսենք, բոլորն ալ հավատացյալներ են։
Բոլորն ալ գահավատան ամենակարող դիրոջը, բոլորն ալ գնդունին դեր Հիսուս Քրիստոսը, շատերուն դուներուն մեջ հաչեր կան, Հիսուսի նկարներ կա, իրենք արգելք չեն Հիսուսի հավատալը, բայց իրենք խաբեբայությունով կգանքնեցնեն, որ մարդիկ իսկապես հավատքի մեջ չմտնեն, իսկապես չապաշխարեն, իսկապես Սուրբ Օգիով չքայլեն։ Եվ նայեցեք այստեղ շատ օրեր գսեր այս բանը գնե, համար 18-ը, այս բանը շատ օրեր գներ, Պողոս վշտանալով դարձավ ու ըսավ այն ոգին, ոչ թե գնոջը, այլ գնոջը մեջ եղած ոգին, Հիսուս Քրիստոսի անունով հրաման գնեմ քեզի ելիր ադգե, և նույն ժամուն ելավ։ Եթե ուշադրություն ունիք Հիսուսի այստեղ եղած ժամանակ, տևերը գուկային և Հիսուսի գսեն դու Աստծո որդի ես։ Հիսուս կլրեցներ զանոնք։ Սիրելիներ, տևերը շատ լավ գիտեն ով է Հիսուս, ինչ է հավերնականությունը, ինչ է փրկությունը, ինչ է մեղքեն ազատիլը, ինչ է Հիսուս Քրիստոսի արյան զորությունը, տևերը շատ լավ գիտեն։ Հագարագեն չեն ընդունել, բայց իրենք հոգևոր կյանքը շատ լավ գիտեն։ Երանի մենք մարդիկ մի քիչ ավելի հասկանայինք Հիսուս Քրիստոսի անձը, գործը եւ աբական խոստումները, հավիտենականությունը։ Տևերը շատ լավ գիտեն ով է Հիսուս։ Չար աշխարհը շատ լավ գիտե ով է Հիսուս։ Սատանայի աշխարհը շատ լավ գիտե ով է Հիսուս։ Սիրելի քույր եղբայրներ, Պողոս չսավ լավ բաներ գսես, թողեմ որ մի քիչ դեռ ավելի խոսի, որբեսի մարդիկ մեզի դառնան։ Ոչ, Պողոս չուզեր մարդկային ցևերով կամ դևային ցևերով հետևորդներ ունենա, ինչ որ այսօր մենք կտեսնենք տարբեր եկեղեցիներու մեջ, ամեն ինչ կնեն եկեղեցիներու բադասանադուները, որ իրենց եկեղեցիները շատ մարդ լեցվի։ Եվ իրենց ցևը նույնիսկ ճշմարիտ չէ։ Նպատակը միայն մարդ բերելն է գարձեք եկեղեցի։ Նպատակը միայն որ մարդ հետևի քեզ։ Ամեն տեսակի եթերներ գնեն մարդիկ, որ մարդ հետևի իրենց, բայց ճշմարտություն են դուրս։ Եկեղեցիներ կփաշտվին, միապանություններ կքանթվին, բարձրապես մարդ մարդու հետևելու նպատակով։ Գմորնան, որ դու փաշնեցիր դիրոջ կորձը, քանթեցիր դիրոջ կորձը, որ դու ունենաս պատասխանատվություն կամ մարդիկ քեզ հետևին։ Նայեցեք այստեղ Պողոս գրնարսել այդ կնոջ, շարունակե, թող մարդիկ հետևին ինձ։ Եվ վստահ գրնամսել ցեզի, որ շատեր գլսեին այդ կնոջը։ Շատեր գլսեին այդ կնոջը, այդ գինը շատ հետևորդներ ուներ։ Այո, հետևորդներ ուներ, սիրելիներ։ Պողոս կրնար գնոջը կործածել, որ գնոջը միջոցով շատ հետևորդներ ունենա, բայց Պողոսը սա քավլիցի, ես տևերը չեմ ուզեր կործածել դիրոջ փառքին համար, ես սխալ կորց չեմ ուներ, որ դիրոջ փառքը մեծնա, ես սխալով չէ որ պիտի բադվեմ դիրոջը, սուտ խոսելով չէ որ ես դերը պիտի փառավորեմ, ես սխալ կործնելով չէ որ դերը պիտի փառավորեմ, ես տևերու դեղ չեմ դար, նույնիսկ եթե 1000 միլիոն մարդ հետևի Հիսուս Քրիստոսի, տևերու միջոցով պետք չէ լինի այդ բանը։ Հալելույա։ Գտեսնեք ինչ մեծ բաներ կսորվին այստեղ։ Ամեն ինչին վերջավորությունը այն չէ որ շիդագ է։ Միջոցը կարևոր է, ինչպես դու կհասնես այնտեղ։ Նպատակը քո ընտանիքի բժշկությունը չէ կամ փրկությունը չէ։ Նպատակը դու ինչպես կաբրիս, որ այդ մարդը բժշկվի եւ փրկվի։ Նպատակը այն չէ որ ինչը լա թողնա կարևորը մարդը փրկվի։ Ոչ։ Դու ճշմարտության մեջ պիտի լաս։ Քանի որ դևերը շատ լավ գիտեն, գրնան խապել մարդկանց, նույնիսկ գրնան եկեղեցի ուղարկել մարդկանց, որ մարդիկ այդտեղ գնալով իրենք կարծեն, թե իրենք լավ վիճակի մեջ են եւ մորնան ճշմարիտ հավատքի ճանապարհը։ Հուսամ հասկանալի եղավ այս կետը ցեզ։ Լուրջ թեմա է այստեղ։ Հավատացել լալ կարևոր չէ։ Կարևորը դու Քրիստոսի քայլերով կքայլես կամ չէ։ Քանի որ դևերն ալ գիտեն հավատքի ճանապարհը։ Ես կրնամ ասել, տևերը գնան լավ ալ կարոզել, ինձանից լավ գնան կարոզել տևերը, ժողովուրդ, քանի որ տևերը շատ լավ գիտեն ճշմարտությունը, սուրբ գիրքը լավ գիտեն, տարերու փորձառություն ունեն։ Ուրեմն ամեն կարոզիչ ես չեմ լսեր, ամեն ցայնը ես չեմ լսեր դիրոջ մենե, պետք է նայեմ այդ ով է, ինչպես է, ինչ ծևով է, ինչ կա յետևը։
Ինչ է նպատակը։ Այսօր կան քարոզիչներ, որ այնպես լավ կքարոզեն, բայց իրենց նպատակը քո ճշմարիտ արդարությունը, փոփոխությունը չէ, իրենց նպատակը այդ է, որ դու իրենց տասանորդ ուղարկես, կամ դու իրենց եկեղեցի մարդ լինես, կամ դու ինչ գիտնամ այս կամ այն։ Սիրելիներ, ուշադիր եղեք, մենք դերևս առանց գիտնալու տևերու կհետևենք։ Ահավասիկ այստեղ գսե, այս մարդիկը բարձրյալն Աստծո ծառաներն են։ Այդ տեղի ոչ մեկը չէին գիտեր, բայց տևերը գիտեին, այդ գինը գիտեր։ Բարձրյալն Աստծո, Փերանից ալ գելլա այդ բառը, բարձրյալն Աստծո, այո գելլե, Հիսուս անունն ալ գրնադալ տևը, մի վախնակ, մի կարծեք որ չլար, այո գլա, բայց ուր է սիրտը, ուր է նպատակը։ Ինչու համար այդ բանը գնե, այս կին այդ բանը հրավ գիշեք, Սիմեոնն ալ նույն բանը հրավ, այդ գախարդ Սիմոնը, ուզեց հետևիլ Պետրոսին, ուզեց այդտեղ Պիրիբոսի հետ խումբակի մեջ ըլլա, որպեսի մարդիկ իրեն հետևին, նպատակը իրեն հետևիլն էր, նպատակը այդ է, որ ինքը իշխանություն ունենար, հրաշքներ ուներ, ասավ աղոթեցեք իմ համար, թրամ դվավ նույնիսկ ասելով, որպեսի հրաշք ունեմ, այսչափ հրաշք ընող չագերդյալ քարոզիչներ կան, կգարձեք, որ Աստուծո է։ Ես կգասկածին բոլորին։ Այո, շիդակները կան, բայց այդտեղ կան այն դևայինները։ Եվ այսօր կտեսնեմ մեր նույնիսկ հավատացյալները այս կամ այն քարոզիչին վիդեոները կուղարկեն, նայեցեք կսեն ինչ մեծ հրաշքներ գնե, ինչ մեծ բաներ գնե, բայց այդ մարդը ով է, դու գիտես ով է այդ մարդը, դու գիտես քարոզչութենեն հետո ինչ կբադա իր կյանքի մեջ, ինքը իր շարժարիթը ինչ է, իր ամեն օրվա կյանքը ինչ է, իր խոնարհությունը ուր է, իր սրբությունը ուր է, իր պաշտամունքի կյանքը ուր է։ Տևերը շատ լավ գիտեն խոսքը։ Ահավասիկ Պողոս լրեցուց այդ կնոջ, այդ տևին եւ վրընդեց, ասավ ելիր այդ կե, էլ խոսելու պետք չկա։ Համար 19 երբ տեսան անոր դերերը, որ իրենց վաստակին հույսը գդրեցավ, այդ կինը փող տրամ գբերեր, եւ հիմա այդ կին այլևս տև չգա, պախտակուշագություն պիտի չլա, հրաշքներ պիտի չլա, երևալի բաներ պիտի չլա, մարդ պիտի չհետևի, հասկնաք։ Եթե այսօր մեր եկեղեցիներուն մեջ մի քանի հատ հրաշք չլա, արդյոք ամեն մարդ կհետևին։ Շատեր կան հրաշքի համար, շատեր կան լավ զգալու համար, շատեր կան քանի որ ինչ գիտամ այս բանը գա, այն բանը գա։ Հիմա եթե այդ բոլորը գանկնի, դու ինչի համար կհետևիս Հիսուսին։ Այս մարդիկը դերերը վախցան, ասին հիմա հրաշք պիտի չլա, այս գինը դևը վրընդվեցավ, այս գնոջ միջոցով հրաշք պիտի չլա։ Ուրեմն մենք ինչու հետևինք։ Մարդիկ վախցան, ասին մարդ պիտի չկա ուրեմն։ Ինչ որ կբադայ այսօր եկեղեցիներու մեջ երբեմն գսեն, եթե ասան գնենք մարդ չկար, խիստ մի խոսիր հովիվ, գամած խոսիր, մի բարգացներ, շիդակ շատ միստ նեղեր մարդկանց, ասան խոսքեր կլսենք երբեմն։ Ինչու, եթե այդպես ունես, մարդ այլևս չկար եկեղեցի։ Մեր նպատակը ինչ է։ Մարդկանց հավաքել ուր որ մենք ենք, ոչ թե մարդանց հավատել Հիսուս Քրիստոսի չորս կողմը։ Լավ թեմաներ կան այստեղ, որ մենք ուզենք լավ մտածել սիրելիներ։ Քու շարժարիթդ ինչ է, երբ Հիսուսի հետ կքայլես։ Օրտնվելու համար, հրաշք ունենալու համար, ինչ է քու շարժարիթդ։ Դերորդն է։ Երբ տեսան անոր դերերը իրենց վաստակին հույսը գդրեցին, Բողոսը եւ Շիղան բռնեցին եւ հրաբարակը քաշեցին իշխաններուն առջև։ Ահա նախանցը։ Աբա դարին զանոնք զորակլուխներուն կով եւսին այս մարտիկը մեր քաղաքը իրար գանցնեն, իրենք հրյա են եւ այսպիսի սովորություններ կկարոզեն, որոնք արժան չէ մեզի ընդունիլ, ոչ ալ ընել, վասնզի հրոմայացի ենք։ Իրենք հրյա են, մենք հրոմայացի ենք։ Գտեսնեք սիրելիներ, իրենց ինչպես ասեմ խոսակցականը։ Ոչ Բողոս հրյաներու մասին բան խոսեցավ, ոչ ալ հրոմայացիներուն թեմ բան խոսեցավ։ Բայց ասոնք ուզեցին գտնել պատճառաբանություն ազգ մեջտեղ թրին։ Ասոնք հրյա են, մենք հրոմայացի ենք։ Ինչ որ հիմա կբադահի, դուք արաքելական եք, մենք կաթողիկ ենք, մենք ավետարական ենք, դուք ասեք, մենք ասենք, դուք հիսունական եք, մենք բատիստ ենք, մենք իրար ասկային
քաղաքական թեմաներ մեջտեղ գբերենք առանց դեսնելու ճշմարտությունը։ Ուրեմն գրիվ հանեցին մեջտեղ սուտ հիմքի վրա։ Դուք հրյա եք, դուք հրյաներու բաներ մեզ կկարոզեք, բայց Բողոս հրյաներու բան չկարոզեց։ Բողոս կկարոզե դեր Հիսուս Քրիստոսը։ Եվ այդտեղ դևը գար դևին վրընդեց։ Վերջ, ասի հրյական բանը չէր, ոչ էլ հռոմեական բանը էր, այս հոգևոր բանը էր։ Եվ մենք մեր հայերուն մեջ շատ անգամ այս կետերու վրա շատ ինչպես ասեմ վիճապանություններ գելեն։ Դուք ավետարանական եք, դուք ասիգա չեք ընդունիր, մենք ասիգ ընդունիկ, դուք մեզի չեք ընդունիր, մենք ցեզի չենք ընդունիր, այսպես խոսքեր, եւ երբեմն երկար բարակ այս խոսքերով ժամանակ կգործվի եւ երբեմն շատերալ գբարգանան, գգանքնի եւ ոչ մեկ բան չլար։ Բողոս կսե որ շատ կսե երկրորդական բաներով մի սպաղիկ, մի խոսիկ, առասպելներու մասին, մի խոսիկ սերնդական թեմաներու մասին, հրյա ենք, հավատացյալ ենք, քրիստոնյա ենք, մենք ասանք կնենք, դուք այդպես կնեք, օքեյ, թող ամեն մեկը ինչպես կուզե թողնե, եկեք խոսենք ճշմարտության մասին, եկեք խոսենք ճշմարիտ ավետարանի մասին, Հիսուս Քրիստոսի մասին, հավիտենականության մասին, մեղքի մասին, բժշկության մասին, դրախտի եւ դժոխքի մասին, եկեք այս թեմայով խոսենք, ինչ պետք է գխոսենք, քո մեծ մաման ինչ կսե, իմ մեծ մաման ինչ կսե։ Օրինակ, մենք այսպես գլուխնից այսպես կփագենք, մյուսը այսպես չենք փագեր, գրիվը գելլե։ Եկեք գետրոնանանք եւ սատանան գրեստեք ինչպես կկործածե ուզեց լրացնել Բողոսին եւ Շիղային նախ ուղարկեց դևը Բողոսը մեկ կողմնեց հիմա ուղարկե պատճառաբանություններ ինչ պատճառաբանություններ այսպես բատկանելության մենք հրյա ենք մենք քրիստոնյա ենք մենք առաքելական ենք մենք հիսունական ենք մենք ավետարանական ենք մենք ասենք դուք անեք մեջտեղ ելավ բատմություն եւ այսօր 1000 տարիները իվեր մեր եկեղեցիները լա օրթոդոքսները, լա կաթողիկները, լա ավետարանները բաժանումներով բաժանում գաբրին։ Օրթոդոքսներում մեջ դարբեր տեսակ բաժանումներ կան, կաթողիկներում մեջ դարբեր տեսակ, առաքելականներում մեջ դարբեր տեսակ բաժանումներ կան, ավետարաններում ավելին դարբեր տեսակ բաժանումներ կան, բաժանումներ լեցուն, քանի որ դու ինձի պես չես, ես քեզի պես չեմ, ուրեմն մենք իրար հետ չենք կրնար կորձել։ Ահա վասիկ սատանան գհախտե այս կետերուն մեջ։ Եվ ամոթ այն հավատացյալներուն, որ գխապվին այս թեմաներով։ Եվ չեն կար շիդակ տեղը տնելով, ասելով որն է ճշմարիտը։ Ինչ կսե սուպ գիրքը։ Եկեք վերադառնանք, Եսայի մարգարեն գսե, վերադառնանք օրենքին եւ Աստծո խոսքի վկայությանը։ Ոչ թե քո ասածներով եւ իմ ասածներով։ Դեսեք սատանային կորձը բաժնելու, քանտելու Բողոսի եւ Շիղայի ավետարանչությունը Փիլիպեի մեջ, ինչու կամ Փիլիպեի մեջ մենք կարծացինք անգամ։ Եկեղեցին սկսավ։ Լիդիայի դանը մեջ եկեղեցի բարձրացավ։ Գիշեք չէ։ Եվ հիմա Փիլիպեի մեջը նույն բացությունը սատանան գուզե քանթել եւ գսկսի խոսիլ։ Եվ գրնամ ասել ցեզի սիրելի քուրի եղբայրներ, որքան բաժանումներ կան այսօր բարա պատճառներու միջոցով սատանան կորձե։ Եվ ցավալի է, երբ կտեսնենք, որ սատանան կհաջողի, բայց սատանան գիտեք ինչպես կհաջողի, կհաջողի այդ տեսակի մարդկանց միջոցով։ Այդ մարդիկը, որոնք կսիրեն գրիվ հանել մեջտեղ, այդ մարդկանց միջոցով կհաջողի սատանան։ Բայց Փառք Հիսուսի, որ Տերը այդ ցախողություններու մեջ են օրտնության կփոխե շատ մպաներ։ Իմաստական վկայություններս ցեզի գրնամ ժամերով պատմել։ Բայց սատանային կորձը գուզեմ, որ դու ուշադրություն ունես։ Եվ չթողնես, որ մտնես այդ տգար ուղղության մեջ, չլաս այն կորձիկը, որ քո միջոցով սատանան պիտի հաջողի բաժնել կամ գանգնեցնել դիրոջ օրտնությունը կամ արգիլել, որ մարդիկ ապաշխարեն քո պատճառով, քանի որ այս կամ այն պատճառներ, այս կամ այն պատկանելություններ տևային աստեցության տակ գրնալալ կորձածի քեզ։ Ուրեմն գտեսնեք, դուք հрьяաներ եք, մենք հռոմեացիներ ենք, խնդրեմ է այս մարդիկը պետք է լրացնենք, քանի որ այս մարդիկը լավ չեն։ Voilà, այսպես։ Բազմությունը անոնց վրա թիզվեցավ, զորակլուխներն ալ բռնությամբ անոնց հանդերձները հանեցին եւ հրաման ըրին, որ զանոնք ձեծեն։ Ահա ասեք հիմա Բողոսը եւ Շիղան գծեցվի, ինչու
Բարձաբես, քանի որ մի քանի մարդկանց շահերուն հագարակ խոսեցան եւ հագարակ կործերին։ Այն մարդիկը, որոնք տրամ գշահեին տևային այդ կնոջմե, իրենց տրամ չշահելու պատճառով ահավասիկ Պողոսը եւ Շիրան բան կտրվի, գծեցվի, բարձաբես, քանի որ մի քանիները իրենց շահը գործընծուցին։ Ինչ որ կպատահի այսօր մեր Հայաստանի վիճակը նայեցեք։ Նայեցեք մեր եկեղեցիներու վիճակը։ Տարբեր դեղեր, տարբեր տեսակի եկեղեցիներ։ Նայեցեք քաղաքականներու վիճակը։ Այսօր երկրի աշխարհի կարևոր անձնավորությունները, քաղաքական կարևոր անձնավորություններում ամբողջ նպատակը շահն է։ Իրենց աթորը, իրենց եսը, իրենց հարստությունը, իրենց աբական։ Եվ կարևոր չէ, եթե մի քանիներն գործվին, գրիվը լասինչ երգիրը, մադերազմը լանիչ երգիրը, իրենց համար ինչ կարևոր չէ, իրենց շահն է կարևորը։ Այս բաժինը, որ կգարտանք, ցույց կտա աշխարհի ճշմարտությունը եւ մանավանդ հավատացյալներուն հագարակ աշխարհի ճշմարտությունը։ Գծեն իրենց անոնց շատ վերքեր դալի հետո փանտրին պատվիրելով փանդաբեդին, որ ըսկուշությամբ պահեզանոնք։ Անալ այսպես հրաման առնելով զանոնք ներսի փանդը տրավ եւ ոտքերնին գոջրի մեջ ամրացուց։ Մի խոսքով ներս տրավ, երկաթյաթուրը կոծվեցավ եւ ներսը իրենց ոտքերն ալ գաբեց, շղթայագաբեց այդտեղի դրված գոջրին վրա։ Մի խոսքով լավ գաբեցին, որ չլա թե այդտեղեն դուրս ելեն։ Որ չլա թե ովը մեկը կա եւ փախցնե։ Գիտեք, սատանան գուզե մեզի միշտ տանի միանգույն, այդտեղը լավ գաբել, որբեսի ոչ մեկ ցևով ավետարանը չաբրիս եւ չքարոզես։ Եվ գուզեմ ասել ցես դերևս դուք փանդի մեջ չեք հիմա, բայց դերևս ձեր միտքը փանդերու մեջ է։ Ձեր զբաղմունքները փանդերու մեջ են։ Դերևս միշտ արդվնե միջև իրգում մեկ բանի վրա կմտածես, սատանան բռներ քեզի այդ ներսի փանդը դարերը այդտեղ ալ գաբեր է, որբեսի Աստված չկործածե քեզ իր գարձիկով։ Պողոսին եւ Շիրային այդպես էին, մեկ կողմ նետեցին, կապեցին, որ չկործածվես։ Այսօր շատ հավատացյալներ ես գիտեմ, եւ որ գսենք, եկեք աշակերտություն ունենք, այցելություն ունենք, ավետարանչություն ունենք, հա հովիվ ժամանակ չունիմ, շատ կորձ ունիմ, շատ հոգնած եմ, շատ ընելիքներ ունիմ։ Այս ինչ է, այս գիտեք ինչ է, այս այդ գետն է, որ սատանան կապած է իրենց կորձի մեջ, իրենց շատ ընելիքներու մեջ, իրենց հյուրերուն մեջ, իրենց ընտանիքներու մեջ, իրենց զավակներու մեջ կապված բռնված են եւ դերը իրենց հետ մեծ կորձ կուզենել եւ իրենք մեջտեղ չգան, քանի որ իրենք կապված բռնված մեկ կողմ տրված են։ Եվ այս սատանայի կորձ է։ Դարբեր ցևերով, տևային աշխարհով, սդախոսություններով, պատճառաբանություններով, անարքանքներով երբեմն, սխալպաները սելով քեզի գուզե լրացնել քեզ, եւ կամ քեզի գտանին մեկ թեմամը գտա սատանան, որ այդ թեման քեզ այնքան քեզ դանի անտիաշխար, որ դու այդ թեմայով արդու գեսոր իրգու մտածես, գերագուր նույնիսկ չուտես, ուրախ չլինես, լավ չլինես, բամը չնես, մեկ անգյուն պանդիբես կապված մեկ կողմ մնաս։ Ինչ կսեք ժողովուրդ։ Տեսնեք սատանայի կորձը ուր գահասնի։ Ինչ պիտի լա։ Մեկ բան պիտի լա։ Հաջորդ համարներն նայեցեք ինչ կսեք։ Ես կշերին։ Պողոսը եւ Շիրան աղոտ գնեին եւ Աստված գործնեին եւ բանդարգյալներն ալ մդիկ գնեին։ Ինչ գեղեցիկ խոսք։ Փանտն են թրվեցավ, բայց իրենց համար արգելք չկա։ Իրենք Աստծո ծառաներն են, փառտյալ Աստծո ծառաներն են։ Իրենք շատ լավ գիտեն, թե Աստված ամեն բանի բարի գործագից կլա, մենք չենք շեղվիր 1 սանտիմ աճ կամ ծախ։ Մենք կմնանք հավատարիմ մեր Տիրոջը, փառաբանելով, օրհնելով, երգելով, քարոզելով, վստահ բանդի մեջ գերքեին եւ այդտեղ միշտ բանդարգյալներուն գհրճագեին Տեր Հիսուս Քրիստոսի օրհնությունները։ Եվ այդ բոլորը զարմացած կսեն ինչպես կրնալ այս մարդիկը, ոտքերին շղթայագապված, լավ ձեծեցին, վերքերով լեցված, հանտերձին հանված, փանդին մեկ անգյունը նետված, այդտեղ գնալ արնետները լար, կրիսները լար, մուգերը լար, ինչ գիտամ ինչերը լար, բայց այս մարդիկը ոչ մեկ խնդիր կշարունակեն փառաբանել եւ օրհնել այն Աստվածը, որ Տեր իրենց ազատած չէ,
Այն Աստվածը, որ չի երևնար նույնիսկ փանդին մեջ։ Այդ միշտ փանդարգյալները չեն գիտեր ինչ կբադայի, միան գլսեն օրտնություններ եւ աղոթքներ։ Այս փանալին է, սիրելիներ, փանալին է, որ քու փանդերը դուրս կաս։ Այս փանալին է, որ դու սորվիս, ինչպես այստեղ բարաբի չէ կրած Ղուգասը այս թեմաները մեզի։ Սատանան ամեն ինչ կնե քեզ լրացնել, ամեն ինչ կնե խապել, ամեն ինչ կնե քեզ մեկ կողմ նել, բայց դու անոր թիմած մեկ բան պիտի շարունակես Աստված օրհնել եւ պարապանել եւ երկրբակել Տիրոջը։ Իրեն լա փառք, հալելույա։ Եվ բոլորը գլսեն, ոչ մեկ փողոքի խոսք, ոչ մեկ փողոք չգա, ոչ մեկ ասես անհանգստություն չգա Բողոսի եւ Շեղայի բեռնին մեջ։ Գրնային ասել, ուր է իր Աստված, քեզ համար եկանք քարոզելու, այս անելու, այն անելու, ինչու համար մեզի փամփրիր։ Գիտեք ինչու, քանի որ իրենք շատ լավ գիտեն, որ Աստծո համար սահման չգա, ոչ բադը, ոչ երգատը, ոչ կաբանքները, ոչ մութը, ոչ խավարը, ոչ կեղտոտությունը, Աստված իր զավակներուն հետ է ամենտեղ։ Քանի որ այն զավակները ծառայողներ են։ Եվ այս կուզեմ ասել քեզ, եթե դու ծառայության մեջ ես եւ կշարունակես Հիսուս Քրիստոսի կորձը Դանիել առաջ իբր աշակերտ, մի վախնար, բայց եթե ցերկը ծալած նստերես, ասելով կորձ ունիմ, դեղ ունիմ, հյուր ունիմ, էս ունիմ, այն ունիմ, չեմ գրնար ծառայել դեր քեզ, հոգնած եմ, տրամ չունիմ, ցերկս կդրված է, ոտքս կդրված է, գլուխս էս է եւ այլն, եթե այսպես բաներ կսես, շատ կներեք, դերը ցեր հետ չէ։ Դերը իրեն ծառայողներուն հետ է։ Դերը զինք հետևորդներուն հետ է, քիչ առաջ կարդացինք, զինք սիրողներուն հետ է։ Աստված Հիսուսը ասավ չէ, կացեք ավետարանը քարոզեցեք։ Ասավ։ Եվ ես ցեզի հետ պիտի ըլլամ։ Մինչև աշխարհի վերջը։ Որոնց հետ։ Այդ մարդիկ, որոնք կացին ավետարանը քարոզելու։ Ինչպես Բողոս եւ Շիղան այստեղ իրենք ավետարանը կքարոզեն, իրենք կվազեն այստեղ ավետարանը քարոզելու համար եւ պրոբլեմ, եւ խնդիր, եւ սատանան մի բաներով մարդիկ հագարագեցան զրբարդություններին, գիտեք որքան ինձ համար զրբարդություն ունողներ կան միջև այսօր։ Կան։ Բայց ես նստի մսկսի ասել ինչու զրբարդեց, ինչու ասեցավ, ինչու անեցավ։ Կարևոր չէ, ով ասավ ինչ ստավ, թողսե, ես կշարունակեմ։ Եվ երբ որ կշարունակես փարապանել, դիրոջը օրտնել եւ ծառայությունը շարունակել եւ չդանկնեցնել, այն ժամանակ հրաշքները կտեսնես, ինչպես այստեղ գես գիշերին գսե հանգած մեջ շարժը եղավ, այնպես որ բանդին հիմները սասանեցան, անմիջապես բոլոր դռները բացվեցան, ամենուն գաբերը արձակվեցան։ Բոլոր բանդարգյալներուն գաբերը արձակվեցան։ Եգրաշարժ եղավ։ Հալելույա։ Բանդին խավարին մեջ եգրաշարժ եղավ։ Դերը այնտեղ է։ Երբ որ գսե Հիսուս, ես ցեզի հետ եմ ամենտեղ, եթե դու ծառայության մեջ ես։ Այս խոսքը տերևս սիրելիներ գուղեմ այդ մարդկանց, որ գուզեն Հիսուսը ծառայել։ Անոնք որ թերևս արդեն դարբեր ծառայություններու մեջ են։ Ես քեզ մեկ բան կխնդրեմ։ Չգանքնեցնես ավելի ծառայես Տիրոջը։ Ավելի ծառայե Տիրոջը։ Հավատք մարդը այդ է։ Ավելի ծառայել Տիրոջը։ Իսկ անոնք որ մեր մեջ դեր այսպես հերոյեն գլսեն ինձ կամ գսեն ինչ կսաս մարդը եւ այլն, սիրելիներ, եթե Հիսուսի հետ չես, դու շատ վտանգավոր դեղ ես։ Հիսուսի հետ ըլլալը, Հիսուսի նվիրվելը, Հիսուսի սիրելը, ապաշխարելը, Հիսուսի թարնալը, Հիսուսի ցերկը բռնելը, այս է կյանքը սիրելիներ։ Այս է կյանքին համդվողը։ Ոչ թե ինչ է քո կյանքդ, մի մնայր, արդու գարտնաս գլուխը ցաված, ոտքերը ցաված, դուրս կելես անգողինեն փամփասանքով եւ փողոքներով, ասինչ է, ինչ պիտի դեմ։ Գվազես նայած գերագուր գեպես, կամ կորձի գերտաս, ասորետ գրիվ գնես, անորետ գրիվ գնես, գուքաս իրիգունը դուն հոգնած, հազիպամը գուդես, ետ կբարգիս, հաջորդ օրը նույն բացմությունը։ Այս է կյանքը։ Դու համացայն ես ասպես կյանք ունենալու։ Չէ, ուզեր քո կյանքդ մի քիչ համդես լինի։ Իրական աբրիս, ինչպես որ պետք է աբրիս, հալելույա, Հիսուսի ցերկը բռնե, հոն է ճշմարիտ կյանքը, հնազանդ քայլ է, ինչ որ գիտես, որ դերը կսորվեցնե քեզ, գադարե, առանց վախի, հավատացյալ ասել է վստահող,
վստահություն տվող Տիրոջը եւ քայլող այնպես ինչպես կվստահի ամենագարող Տիրոջին։ Եվ այսպես կբադայի երկրաշարժ գլա փանդին անգյունի մեջ Աստված իր խոստումներուն դերն է։ Հիսուս իր խոստումին դերն է։ Ես ցեզ հետ եմ ամեն օր, ամեն դեղ, մինչև աշխարհիս վերջ, փանդին մեջ իրենց հետ եկավ։ Եվ փանդին թուրները բացվեցան, արձակվեցան բոլորը, փանդաբեդը երբ արթնցավ, եւ փանդին թրները բացված տեսավ, սուրը քաշեց եւ ինքզինք պիտի սպաններ։ Դարձելով թե գապվածները փախեր են։ Նորմալ է, քանի որ փանդաբեդը եթե ինքը բահաբան չլա փանդարյալներուն, ինքը պիտի սպաննվեր։ Հաջորդ արդու իր զորակլուխները պիտի կային, բիցեին տուն կորձը լավ չկատարեցիր, պիտի սպաննեին։ Այսպես, այնպես ինքը պիտի մեռներ։ Եվ ինչու կան որ փանդարյալները փախան, այդպես կգարձե։ Անամակ դուզե ինձ ինքը սպաննե, գսե ավելի լավ է, ես ինձ սպանեմ, հիմա վերջանան, կանտե վաղը արդու ինձի մեծ պատմություն հանեն, հիմա կվնե մերնիմ, վերջանա, եւ Բողոս բարձր ցայնը կբարձրացնե եւ գսե թուն քու անցիդ վնաս մի ըներ, վասնզի ամենքս ալ հոսենք, հալելույա։ Գզարմանամ ինչպես կլա ամենքը հոնալան։ Գրնալ Բողոս եւ Շիղան հոնալայն, բայց միշտ պանդարգյալները գրնային փախել։ Թուրերը բացվեցավ, շղթաները կակվեցավ։ Գրնային թողնել երթալ հանկիստ։ Ինչու չկացին։ Ձեր գարձիկով։ Գիտեք ինչու չկացին։ Քանի որ իրենք ասին որ այս մարդիկը այս վատ վիճակի մեջ իրենց Աստվածը կպաշտեն։ Տեսնենք ով է այս Աստվածը։ Գնախնդրենք այս մարդկանց հետ լալ։ Քան թե երթանք աշխարհ մերիններուն հետ լանք։ Կտեսնեք Բողոսի եւ Շիղայի հավատարմությունը ամբողջ փանդարգյալները փրկեցին եւ փանդաբեդին հիմա պիտի տեսնենք իրենց դունն ալ փրկվեցավ։ Բարձրապես քանի որ իրենք հավատարիմ մնացին։ Իրենց փարապանության մեջ, իրենց շբիդին մեջ, իրենց ուրախության մեջ իրենք հավատարիմ մնացին։ Չշեղվեցան, չխանգարվեցան։ Շատ բաներ գրնամ ասել այս գեդիրու վրա, բայց չեմ ուզեր երկար ժամանակ կորցնցնել, հոյագավ է սիրելիներ, Աստծո խոսքը ճշմարիտ է, իրական է, որ փար համար գսերդենք։ Եվ ավասիկ դու քեզ վնաս մի հասցներ, ինչ գեղեցիկ է նաև Բողոսը, որ այդ վիճակի մեջ իր փանդաբեդին, որ իրեն ոտքերը գաբեց, իրեն ձեձեց, իրեն փանդնեդեց, գսե դու քեզ վնաս մի հասցներ։ Գտեսնեք սերը Աստվածային Չսեր լավ եղավ քեզի, ինձի ձեձեցիր, քիչ բնալ վնաս ունենաս, ոչ, չարը չարով չի փոխանցեր հավատացյալը, անիգա ջրակմը ուզեց և ներս վազեց և թողալով Բողոսին և Շիղային արջև ինգավ, և զանոնք թուրս բերավ և ասավ, դերեր, ինչ պետք է ընեմ, որ փրկվիմ, ինչ պետք է ընեմ, որ փրկվիմ, Այս փրկության հարցումը հավանական փրկության մասին չէ թեր։ Այս փրկության հարցումը ասել է որ ինչ պետք է ընեմ, որ այս երկրաշարժ ընող աստվածային ուժը ինձ չխափե, չհարված է ներողություն։ Քանի որ երկրաշարժ եղավ, ինք շատ լավ հասկացավ։ Շատ լավ հասկացավ, որ այդ մարդկային բամը չէր։ Շղթաները ինքան թուրերը բացվեցավ մարդկային բամը չէր։ Փանդարգյալները այդտեղ մնացին, մարդկային բամը չէ։ Ուրեմն ով է այս Աստվածը, որ չլա թե ինձ հարված է։ Ինչ ընեմ որ փրկվիմ, այդ հարվածը վրաս չկա, ես եմ պատասխանատուն այս ձեր բոլոր խնդիրներուն։ Փանդաբեդը գսե, ես եմ պատասխանատուն ձեր բոլոր խնդիրներուն։ Ինչ ընեմ որ այն Աստվածային ուժը, չգիտեր ով է Աստված, ով է Հիսուս։ Ինչ ընեմ որ չհարվածվիմ, ինչ ընեմ որ փրկվիմ, ինձ օգնեցեք, քանի որ այս ինչ որ գբադայի հասկացա, որ Աստվածային ուժ է, հասկացա, որ մարդկային չի գրնարըլալ։ Եվ Բողոսին պատասխանը նայեցեք, շատ բարձ։ Հավատա դեր Հիսուս Քրիստոսի եւ պիտի փրկվիս դուք եւ քու դունդ։ Հավատա դեր Հիսուս Քրիստոսի եւ պիտի փրկվի դուք եւ քու դունդ։ Ով է Հիսուսը։ Ինչպես հավատամ Հիսուսին։ Ով է այդ Հիսուսը, ինքը հրավ այս բոլորը, ինչս էլ է հավատալ, ինչ բանին հավատամ։ Եվ նայեցեք, և դերոջը խոսքը խոսեցան անոր, և այն ամենուն, որ իր
որոնք անոր դանը մեջ էին։ Ահավասիկ ավետարանչությունը սկսավ։ Ահավասիկ աշակերտությունը սկսավ։ Հավատալ էր Հիսուս Քրիստոսի։ Մեր հայերուն գսենք հավատացել ես, բոլորն ալ գսենք հավատանք։ Բայց ինչին գավադան։ Ով է Հիսուս իրենց համար։ Բաներ մը լուրջ ունին, ժողովուրդ։ Գահավատանք, բայց բոլոր հավատաց հայերս խաչերնից ալ գգրենք, խաչալ գահանենք, բոլորս ալ քրիստոնյա ենք։ Բայց արդյոք կհավատանք Հիսուսի ինչպես սուրբ գիրքը մեզ գսորվեցնե, թույլ տվեք որ գասկածիմ։ Անոր համար ավետարանչություն գտենք։ Եվ գսե նստան եւ բացատրեցին։ Ով է այն Տերը։ Ով է այն Հիսուսը, ինչ հրավ Հիսուսը, ինչու պետք է հավատանք, ինչու պետք է ապաշխարենք, ինչու պետք է նվիրվենք, ինչու պետք է զղջանք մեր մեղքերեն, ինչու այս բոլորը պետք է անենք, բացատրեցին։ Եվ երբ որ բացատրեցին, նայեցեք Պանդաբեդը արավ զանոնք քիշերվան նույն ժամուն եւ անոնց վերքերը լված եւ մգրդվեցան ինք եւ իր բոլոր իրենինները։ Այդ ամբողջ դունը, որոնք եկած էին պանդ եկած էին վստահ այդ Պանդաբեդի մեջ որ լսեցին երկրաշարժը, բոլորն ալ եկան իրեն ամբողջ ընտանիքը, եկան որ տեսնեն ինչ կպատահի։ Եվ Ահավասիկ Բողոս կբացատրե իրենց այդ բոլորը, հավատա դեր Հիսուս Քրիստոսի, եւ պիտի փրկվիս դու եւ այս բոլոր ընտանիքդ որ այստեղ են։ Հավատա։ Բայց ինչս է հավատալ։ Եկեք ցես բացատրեմ։ Եվ սկսավ բացատրելու թե ով է Հիսուս, ինչ հրավ Հիսուս ըսի քիչ առաջ։ Եվ այդ մարդը դեսավ այդ Հիսուսի զավակները, հասկացավ, որ ինքը Հիսուսի ծառաներուն թիմացն է, այն ամենակարող Հիսուսի, այդ հաճալ եւ հարուցյալ Հիսուս Քրիստոսի, այն Հիսուսը, որ ամեն իշխանություն իր ոտքերուն տակն է, այն Հիսուսը, որ պիտի վերադառնա, այո, ինք հասկացավ։ Եվ ինչ հրավ արավ բոլորին իր դունը դարավ, ոտքերը լված։ Եվ մգրդվեցան, ինքը եւ իր դունը ցել է ամբողջ ընտանիքով նվիրվեցան այդ Հիսուսին։ Եվ այստեղ կարևոր է, երբ որ գսե ինքը եւ իր դունը, այդտեղ իր դանը մեջ երեխաներու մասին չէ խոսքը, ինչ որ երբեմն շատեր այս սխալը գսեն, նայեցեք այդտեղ երեխաներ կար, երեխաներուն ալ մգրդեցին։ Ոչ, նախ չսեր սուրբ գիրքը երեխաներ կան, երկրորդ գսե այդ բոլոր իր դանը խոսեցավ, ուրեմն քարոզեց եւ անոնք որ այդտեղ էին, այդ քարոզը լսողներն էին։ Մի խոսքով խելքգլուխ մարդիկ, դարիքոտ մարդիկ, չափահաս մի խոսքով մարդիկ։ Եվ մգրդվեցան, զանոնք իր դունը դանելով անոնց արջև սեղան տրավ եւ բոլոր դունով ուրախացան Աստծո հավատալով։ Հիմա հավատալու սկսան։ Ինչ ընեմ որ փրկվիմ, հավատա, բայց չեր գիտեր։ Ամբողջ դունին Բողոսը բացատրեց, ամբողջ դունի չափահասները վստահ հասկացան, հավատացին Աստծո, նվիրվեցան Աստծո, Բողոս մգրդեց իրենց, դունը դարավ, գերագուր բացավ, մեկ խոսքով եկեղեցի եղավ։ Մգրդություններ, փառապանություններ, օրհնություններ, շնորհակալության աղոթքներ, նաև միապանություն նույն սեղան նստան, հրյա, ոչ հրյա, օդար, կարևոր չէ, չկա այլևս հրյա հռոմայացի, տեսակ, Աստված ուզեց, Սատանան ուզեց կանտել, Աստված միացուց, հրյաները, հռոմայացիներով միասին գերագուր գուտեն հիմա, վաու, ինչ լավ բան, ինչու, քանի որ դեր Հիսուս Քրիստոս մտավ, այդ բանդին մեջ հավատացյալներուն մադը վրանին տրավ եւ այդ աշակերտները իրենց միջոցով ահագին փառապանության փրկվածներ բարձրացուցին։ Եվ վստահ եմ որ փանդարգյալներն ալ այդտեղ էին։ Եկան անոնք ալ եկան Պանդաբեդին դունը։ Միան Բողոս եւ Շիղան չէր, բոլորով, քանի որ բոլորը մգրդվեցան, բոլորը հավատացին, բոլորը ընդունեցին այդ մեծ հրաշքները դեսնելեն հետո։ Հալելույա։ Համար 35 արդու զորակալուխները սպասավորներ ղրգեցին եւ ասին արցակե այդ մարտիկը Պանդաբեդն ալ այն խոսքերը Բողոսին պատմեց, թե զորակալուխները ղրգեցին, որ արցակվիկ, հիմա ուրեմն ելեք կսե եւ խաղաղությամբ կացեք։ Բայց Բողոս ըսավ. մեզ որ չտարդավարդված հռոմայացի մարդիկ ենք, հայտնաբես ծեծելով բանդը տրին ու հիմա քաղտուկ գհանեն, ոչ, հավատող իրենք կան եւ մեզ հանեն։ Այստեղ կարևոր է որ կոնտեքստը մի քիչ հասկանաք, պատմությունը, պատմական այդ միջոցը, ուրեմն հռոմայացիները իրավունք չունեին իրենց օրենքին մեջ ովևէ մեկուն բանդ տնել կամ ձեծել կամ պատժել առանց դատավարության։ Մենք տեսանք ինչ առաջ Փիլիպպեից ինչ պատահեցավ։ Պետրոսին Շիղային արին, ձեծեցին, բանդ նետեցին առանց դատավարության, առանց այդտեղի, ասենք, մարզբեդին կամ դատավորին։ Բողոս իր ազգով հրյա էր,
բայց ինք հռոմեական գայսրության ինչպես կսեմ ինքնություն ուներ, ինքնաթուղթ ուներ, եթե գուզեք։ Ուրեմն ինքը հրյա էր, բայց հռոմեական գայսրության պասպորտ ուներ, եթե գուզեք։ Շիղանալ նույնպես։ Հիմա Պողոս ինչ կսե։ Մեզի դուք ձեծեցիք առանց դատավարության, փանտրիկ առանց դատավարության, հիմա գուզեք որ քախնի ելնենք փախինք, ոչ, թող կան եւ թող տեսնեն, թե իրենց ըրածը սխալ է։ Եվ այնքան գվախնային այն ժամանակ հռոմեական գայսրության մեջ, որ այդ սխալ կորձ անեին, նայեցեք ինչ կբանե սպասավորները զորակլուխները բատմեցին այդ խոսքերը, անոնք կար երբ լսեցին թե հռոմայացի են, վախցան եւ եկան քաղցրությամբ խոսեցան անոնց հետ։ Գիշեք, քիչ առաջ ինչ ասինք, զորակլուխները եկան բռնեցին, ձեծեցին, հիմա քաղցրությամբ։ Ինչու? Վախնալու սկսան։ Իրենց փոստեն վախնալու սկսան, իրենց բաշտոնեն վախնալու սկսան եւ դուրս հանելով գաղաչեին, որ այն քաղաքեն երթան, գաղաչեին։ Անոնք կալպանդեն ելնելով Լիդիայի դունը մտան եւ եղբայրներ տեսնելով մխիթարեցին զանոնք եւ կացին։ Լիդիայի դունը կացին, Լիդիայի դունը գիտեք ինչ էր? Եկեղեցի էր։ Այդտեղ եղբայրներ կային, որոնք վստահ իրենց մասին արդեն դեղեկացել էին եւ գաղութեին։ Եկան, ասին ժողովուրդ, ամեն ինչ լավ է, դերը մեզ ազատեց, մի քանի հոգի ապաշխարեցին, եկեղեցիը սկսավ նայվ այդ պանդաբեդին դունը, ուրեմն իրար հետ կապնվեցեք, իրար օրտնեցեք, ծեր եղբայր քույրերն են հիմա, միասին Աստված բաշտեցեք, Փիլիպպեի մեջ դարազեցեք ավետարանի խոսքը, հեչ կարևոր չէ, մենք կթողնենք ելնենք, ցեզի կվստահենք։ Եվ այդպես ալին, թողեցին եւ կացին։ Սիրելի քույրեր, արդյոք այս միայն Պողոսի եւ Շիղայի պատմությունն է։ Չեք կարծեր, որ այս նաեւ գնալալ քո եւ իմ պատմությունը։ Օրտնյալ է մեր Տերը, որ մեզ գսորվեցնե իր կյանքին մեջ ապրիլ ճշմարիտ կյանքով, ճշմարիտ իմաստով եւ ճշմարիտ զորությամբ։ Ժամ արդեն առաջ կերտա գլուխ 17։ Անոնք Ամփիոլիսի եւ Աբողանիայի բդդելով Թեսաղոնիկե կացին, ուր երհրաներուն ժողովարանը։ Պողոսալ իր սովորությանը պես անոնց մեջ մտավ եւ 3 շաբաթ օր խոսեցավ անոնց հետ քրքերեն 5 դագարանեն եւ ինչ կսե մեկնելով որ անոնց արչեւ մեկնելով եւ անոնց արչեւ տնելով թե պետք էր որ Քրիստոս չարչարվեր եւ մերելներեն հարություն առներ եւ թե այն Հիսուսը որ ես ցեզի կկարոզեմ ասավ Քրիստոսն է ամբողջ 5 դագարանը կսպասեն Քրիստոսը միջև այսօր հрьяաները կսպասեն Քրիստոսը Մեսիան Պողոս կսե այդ քրքերեն ինչ որ կրված է այն Հիսուսը որ ես ցեզ կկարոզեմ ինքն է Մեսիան դուք կսպասեք Մեսիան ես ցեզ կսեմ որ Մեսիան եկավ մերավ եւ հարություն արավ իրեն հավատացողը մեղքերուն թողություն ունի եւ իրեն հետևորդը հավանական կյանք ունի իր հարությունով այդ Մեսիան ես ցեզ կկարոզեմ 3 շաբաթ օր այսպես կարոզեց անոնց մե ոմանք հավատացին եւ Պողոսին եւ Շիղային հետ միացան Աստվածավախ հույներեն ալ մեծ բազմություն եւ երևելի գիներեն եւ հավատացողները քիչ որ չէին բայց չհավատացող հрьяաները նախանցեցան ինչպես միշտ եւ քանիմը դադարգաբորդ դնորեն անորեն ներողություն մարտիկ առնելով աղմուկ հանեցին ու քաղաքը դակն ու վրա ըրին խառնվեցան իրար ինչու նախանց քիչ առաջ ինչ կար այդ դերերը որ փող պիտի գործընծնեին, տրամ պիտի գործընծնեին իրար անցուցին, հիմա էլ այս հрьяաները, որ իրենց դաջարները կամ ավի իրենց սինագոգները, ժողովարանները դադարգվի, մարտիկ Պողոսին եւ Շիղային հետևեն գերտան, ուրեմն փամը պետք է ենենք, որ այս Պողոսին եւ Շիղային գանքնեցնենք եւ Հասոնին դանը վրա հարցակելով գուզեին զանոնք ժողովքին արչև դանիլ։ Երբ զանոնք չկդան, Հասոնը ու մեկ քանի եղբայրներ քաշելով դարին քաղաքապետներուն արչև գանչրդելով թե անոնք որ աշխարհը դակնու վրա ըրին հոս ալ հասերեն աշխարհը դակնու վրա ընողներ նայեցեք գտեսեք ինչ բաճարապանություն գտրվի սխալ սնախոսություն աշխարհը դակնու վրա այդ աշխարհը ինչ դակնու վրա այդ աշխարհին օրտնություն բերողներ էին բրգություն բերողներ էին հրաշքներ ընողներ էին բժշկություն բերողներն էին դևերը ազատողներ էին դակնու վրա չէր բայց հոգևոր աշխարհը Սատանայի չար հոգևոր աշխարհը դակնու վրա եղավ այո այն աշխարհը դակնու վրա եղավ բայց ֆիզիկական աշխարհը օրտնություն եղավ
Բողոսի, Շիղայի, Պետրոսի, Արաքյալներու եւ դերևս քո ներգայությամբ քո 4 կողմը գրնա օրտնությունը լա, բայց իմացիր, որ տևային աշխարհը տակնու վրա գլա։ Եթե դու աբրիս իսկապես լեցուն Սուրբ Հոգիով իր խոսքին համաձայն։ Հասոնը այդ մարդներ, որ Բողոս եւ Շիղան իրենց դունը գտնագեին։ Անալ հրյա էր, ուրեմն Բողոսի Շիղային ուզեցին հանել, ձեձել եւ այլն, չկդան Հասոնին դունը կացին։ Այս էր։ Անոնք որ աշխարհ դակնովրանին, որոնք Հասոն ընդուներ էր, անոնք ամենքը գայսին հրամաններուն թեմ գկորձեն, ըսելով թե ուրիշ թակավոր մը գա, որ անունը Հիսուս է։ Այո, ուրիշ թակավոր գա։ Անունը Հիսուս է։ Բայց այդ թակավորը գայսրին մրցագիցը չէ։ Այն թակավորը գայսրին ավելի է։ Այն թակավորը գայսրին ըսավ, քու թակավորություն դաստեղին է, իմ թակավորությունս երկինքեն է։ Ես քո մրցագիցը չեմ, դու ով ես։ Եթե ես ուզեմ, դու այս ռոբեին կգանքնես։ Իմ ուզելով որ դու գաբրիս։ Ուրեմն բայց այս մարդիկ ինչ կսեն։ Քանի որ այնադեն միակ կսեր գայսրը մենակ թակավորն է հռոմայեցի գայսրության։ Եվ եթե ովևէ մեկը գսեր ես թակավոր եմ, շատ շուտ գային, կսպաննեին եւ քաղաքը գայրեին։ Անորմար այս Թեսաղոնիկեի մեջ շատ շուտ ըսին, որ այս մարդը ինքզին թակավոր գսե, որբեսի իրենց վրայեն լվան հանեն, ասելով որ մենք չենք ուզեր այսպես բան մեր քաղաքի մեջ։ Շուտ աստեղեն վրընդենք այս մարդկանց, քանի որ այս մարդիկը կարոզեն թե Հիսուս թակավոր է։ Խորովեցուցին ժողովուրդն ու քաղաքապետները, որոնք այս բաները գլսեին, բայց երբ Հասոնեն եւ ուրիշներեն իր աշխատավորություն արին, արցակեցին ցանոք, քանի որ ուրիշ ջար չկդան։ Տեսան որ Հասոն այդտեղ պատմություն չունի։ Բողոս եւ Շիղան եկան կարոզեցին, Հիսուս Քրիստոս թակավոր է, այո, Հիսուս Քրիստոս ազատօրող է, այո, Հիսուս Քրիստոսն է Մեսիան է 5 դագարանի, որոնք հрьяաները կսպասեն, բայց չընդունեցին։ Միջև այսօր դժբախտաբար չեն ընդունել։ Երանի ընդունեին իրենց լավության համար։ Համար 10 եղբայրները շուտը քիշերով Բողոսը եւ Շիղան Բերիա ղրգեցին, որոնք հասնելով հрьяաներուն ժողովարանը կացին։ Եղբայրները շուտով, գիշեք անցյալ անգամ Բողոսին ձեձեցին, քեդին նետվեցավ, սպաննվածի պես եղավ, եղբայրները եկան եւ շրջապատեցին։ Հիմա եղբայրները եկան եւ Բողոսին ղրգեցին։ Ինչ քեղեցիկ է շիտակ մարդկանց ժողովրդի մեջ լալ։ Քիչ առաջ ասինք Սամոս 111-ը իքու ժողովրդի մեջ քու օրտնություններդ պիտի պատմեմ։ Ինչ լավ է որ իր ժողովրդի մեջ լանք, լավ մարդոցով շրջապատված լանք։ Դժբախտաբար այսօր եղբայրներ կան, որ երբ եղբորը դգարությունը գնեցնեն ավելի հարցակելու կսկսին, քան թե շրջապատելու, քան թե օրտնելու։ Հուսանք դու այդ մարդը չես։ Եվ հավասիկ ղրգեցին իրենց դեպի ուրեմն Բերիա։ Եվ այդտեղ ուրկացին հрьяաներու ժողովարանը։ Ինչու՞, քանի որ այդտեղ հрьяաներուն պիտի կարոզեին, որ Հիսուս Մեսիան է։ Մի սպասեք ուրիշ, եկեք ընդունեցեք Հիսուսը Մեսիան է, Հիսուսը Քրիստոսն է։ Անոնք Թեսաղոնիկեի մեջ եղողներեն ավելի ազնիվ մարդ էին, որոնք Աստծո խոսքը գադարյալ հոժարությամբ ընդունեցին եւ ամեն օր քրքերը կքննեին, թե արդյոք այդ բաները ճիշտ են։ Բողոս կկարոզե 5 դագարանով իրենց կփաստե, իրենք քիրքերը կքննեն։ Հալելույա։ Քիրքերը քիծող մարդը շատ շուտ կրնա գտնել սխալը, երբ մեկը բամը կկարոզե։ Եթե դու քիրքը լավ գիտես, շատ շուտ կրնաս գտնել սխալը։ Այս մարդիկը Բողոս կկարոզեր, բայց մարդիկ քիրքերը կքննեին։ Այո, գրնանք մենքալ քննել կարոզիչներուն, թե ինչ կկարոզեն, արդյոք իրենց ըսածը շիդագ է, այսօր կարոզիչներ կան օթային համարներ գսենք ցեզի, ռեֆերանսներ գուտան, համարներ գուտան, բայց երբ որ գփանաս այդ համարը գնայես, որ heç կապ չունի իրենց խոսքին հետ։ Բայց բամը գսե, որովհետեւ քեզի ցույց տա որ ինք համար գիտե։ Խապեփաներ շատ կան, սիրելիներ, ուշադիր եղեք։ Ինչ լավ է քիրքերը գիտնալ, քիրքերը սերդել, քիրքերը սորվիլ։ Անոնցպես շատեր հավատացին եւ բադվավոր հույն գիներենալ այրերեն հավատացողներ եւ քիչվոր չէին։ Ստել շատ մարդիկ սկսան հավատալու։
Բայց երբ իմացան Թեսաղոնիկեցի հրյաները, թե Պերիայի մեջ ալ Աստծո խոսքը քարոզվեցավ, Բողոսեն հոնալ եկան եւ ժողովուրդը քրքրեցին։ Ժողովուրդ հանկիստ չեն գրնար մնալ այս մարդիկ։ Աստծո խոսքը երբ որ դեղը քարոզի շիդակցեվով, մարդիկ հանկիստ չեն։ Կքրքրվին իրենց մեջ, քան որ սատանան գա յետևը։ Չուզեր որ Աստծո խոսքը շիդակցեվով քարոզվի։ Չուզեր որ արդար ձևով քարոզվի, մարդիկ իրական ապաշխանե, իրական դառնան Տիրոջը քրքրված։ Այն ադեն եղբայրները շուտ Բողոսը ղրգեցին, որ մինչև ծովեզերքը երթա, բայց Շիղա եւ Տիմոթեոս հոն մնաց։ Անոնք որ Բողոսը գանեին մինչև աթենք տարին Զանիգա եւ իր մե հրաման առնելով Շիղային եւ Տիմոթեոսին համար, որ շուտով իրեն կան վերադարձան։ Բողոս աթենքի մեջ հիմա Բողոս եկավ աթենք։ Բողոս մինագ է, Շիղան եւ Տիմոթեոսը հետո պիտի միանան իրեն։ Բողոս աթենքի մեջ անոնց սպասելով իր հոգին անհանգիստ էր ներսիտին։ Վասնզի քաղաքը բոլորովին գրաբաշտության մեջ ընկղմած կտեսներ։ Անոնք որ կացել են աթենք, կտեսնեն Ակրոպոլիսը, ամեն գոմ արձան, դարբեր դաջարներ, դարբեր աստվածներու, ամեն տեսակ աստված որ գա, իրեն համար դաջարած են, ամեն տեսակ մարդ փիլիսոփայություններով, գրաբաշտություններով, ինչ տեսակ կուզես աստվածներ, ամեն մեկը իրենց աստվածները շնած գբաշտեին։ Եվ Բողոս այս տեսավ։ Անոնք որ անտեք կացած են, գտեսնեն Ակրոպոլիսի շրջանը, ինչպես դարբեր չաստվածաբաշտություն, հետանոսություն գար այդտեղ, դարբեր տաճարներ, դարբեր աստվածներու անունով, եւ ժողովուրդը որում որ ուզեր հոնգերտար գբաշտեր։ Եվ ուրեմն Բողոս այս բանը տեսած կխանգարվի։ Ուստի ժողովարանի մեջ կխոսեր հрьяներուն եւ բարեբաշտ մարդոց եւ ամեն օր հրաբարակներուն մեջ որոնց որ կպադահեր։ Ուրեմն հрьяներուն ժողովարանի մեջ կխոսեր հрьяներուն 5 դագարանի խոսքերով։ Հрьяները 5 դագարանը լավ գիտեն։ Մարգարեությունները, Մովսեսը եւ այլն։ Բողոս 5 դագարանի իրենց քիծած քիրքերով իրենց գսեր թե Հիսուսն է Քրիստոսը, եկեք Հիսուսի։ Ջանաբարը որում որ կբադահեր գխոսեր եւ ավետարանը կքարոզեր դարբեր ծևերով նայած որուն հետ գխոսի։ Եվ գսե նայեցեք ու Եբիկուրտյան եւ Ստոիկյան փիլիսոփաները մեկ կանիները իրեն հետ հագաջարություն գնեին։ Հունաստանը ավելի շտագը աթենքը այն վայրներ, որոնք փիլիսոփաներու շարքը գային։ Եվ վարժություն կար այդտեղ, որ դարբեր հրաբարակներու վրա, ով որ գուզեր բամը քարոզել, գելեին հրաբարակներու վրա եւ կքարոզեին եւ մարդիկ կլսեին։ Եվ հագաջարություն գնեին, համացայն չէին, մեկ այդպես կսեր։ Ուրեմն այդ աթենքի վարժություններ բնականաբար այդ մարդիկ այդպես կնեն։ Եվ Բողոսալ այդ խաղի մեջ մտավ, ինքնալ սկսավ ելնել եւ սկսավ քարոզել։ Քանի որ թուրերը բաց են, գիտնալով որ հռոմայացիները այդտեղ ամենատ հունարեն գիտեին, Բողոսը շատ լավ գիտեր հունարեն, ուրեմն լեզվի խնդիր չկար, հանկիստ կխոսեր եւ կքարոզեր ջամփան Բողոսը հրաբարակներուն վրա փիլիսոփաների հետ գահագաջարեր։ Այս եւ անոնք կսեին, այս մարդը ինչ կուզեսել չենք հասկանար։ Ուրիշներ կսեին գերեւի թե օտար աստվածներու քարոզիչ է։ Վասնզի Հիսուսը ու հարությունը գավեդարաներ անոնց։ Ուրեմն Բողոս հիմա հույներուն, հռոմայացիներուն Հիսուսը կքարոզե, բայց ոչ թե հրյական համակարգով։ Քանի որ անոնք չեն գիտեր ով է Հիսուսը, չեն գիտեր Աստված, չեն գիտեր Մեսիա ինչ է, Մովսեսի օրենքեն դեղյակ չեն։ Ուրեմն Բողոս դարբեր ծևով կքարոզե անոնց եւ այստեղ կարեւոր է դարբեր ծևով կքարոզե, բայց նաեւ Հիսուսը կքարոզե, բարապան չսեր Հիսուսը եւ հարությունը։ Արին անիկա ուրեմն Արիսպատոս տարին եւ գսեին գրնանք իմանալ թե ինչ է այդ նոր վարդապետությունը որտուն կքարոզես։ Քանզի մեր ագանչներուն օտար բաներ կբերես։ Ուրեմն գուզենք իմանալ թե ինչ պիտի ըլլա անոնք։ Վասնզի աթենացիները ամեն կնալ հոն, գեցող օտարականները ուրիշ բանի չէին բարաբեր, բայց միայն նոր բան խոսելու կամ լսելու։ Մի խոսքով հետաքրքիր մարդիկ էին, նոր բաներ գուզեին լսել,
նոր բաներ գուզեին սորվիլ, նոր բաներ գուզեին ասենք խոսիլ։ Բայց ադեսել չէ որ պատրաստ էին փոխվելու։ Մարդիկ կան գսիրեն եկեղեցիներ երթալ քարոզներ լսել։ Ամեն դեր ամեն անգամ մեկ եկեղեցի մը երթան նոր բաներ գտեսնե։ Մարդիկ կան քարոզներ գսիրեն լսել։ Օրը Սարգիսին, միսորը Հակոբի, միսորը Ասինչի, միսորը Անինչին, լավ է նոր բաներ լսելը։ Եվ ուրախ են իրենք նոր բաներ լսելով։ Բայց ժողովուրդ նոր բան լսել չէ, լսել, ասել չէ, ճշմարիտ բաներ լսել։ Բողոս ուրեմն նայեցեք ինչ կսե։ Ուրեմն Բորոս Արիսպագոսի մեջ կային, Արիսպագոս ուրեմն այդ հրաբարակն է, ինչպես քիչ առաջ ասի, որ այսպես քարիպես բան մգա վրանգելեին եւ ով որ բան ուներ ասելիք, նոր բաներ, նոր աստվածներ, նոր փիլիսոփայություն, նոր մշակույթ եւ այլն, նորություններ գուկային այդտեղ փոխանցեին եւ այդտեղ ասենք երեցներ, մարդիկ, ձերագուտական մարդիկներ, իմաստուններ, քիտնականներ գնստեին եւ գքննարկեին այդ խոսակցությունը։ Ուրեմն բոս հասավ այնտեղ, գայնեցավ եւ ասավ. ով աթենացի մարդիկ ամեն գոմանի խիստ գրոնասեր գտեսնեմ ցեզ։ Այո, գրոնասեր մարդ։ Գրոնքը գսիրեք։ Սիրելի քույր եղբայրներ, գրոնասեր ասել չէ քրիստոնյան լալ։ Գրոնասեր զեր գրոնքներ սիրող։ Հոգևոր բաներով սպաղվող։ Շատ մարդիկ կան, շատ բաներ գարտացած են, հոգևոր արասպելություններ, հոգևորություններ, տարբեր գրոնքներ, տարբեր քիրքեր, տարբեր աստվածներ, բայց ասել չէ որ այդ մարդիկը իսկապես ճշմարտության մեջ են։ Գտեսնեմ գսե որ դուք շատ գրոնասեր եք։ Ամեն տեսակի աստվածներու կհավատաք։ Այսօր գսեմ ֆրանսերեն սինկրետիզմ։ Սինկրետիզմը զել է տարբեր գրոնական մտքեր կամ վարտաբերություններ միանալ իրարու, լրացնել իրարու, ամեն մեկը ինքը իր գրոնքը շնաց, ինքը իր գարձածը, ինքը իր մտածածը, մեր հայրում մեջ ալգա, քիչ մատտեղեն արած, քիչ մատտեղեն արած, իսլամական օրենքներ կան երբեմն մեր հայերու խոսակցություններու մեջ, հրյական կա երբեմն, քրիստոնեական բաներ մը կա, բայց ավելի ժողովրդական եւ ոչ աստվածաշնչյան, խառնված բան մնե, մարդը գսե ես ասուր կհավատամ, երբ որ գսես, բայց ասուր դեղեն անեցիր, ես ասպես գիտեմ։ Գսես ադի բայց քրիստոնեություն չէ, չէ գսե, դու գսա խալից, քրիստոնեություն է, ես այսպես գիտեմ, բայց երբ որ գխոսից իր հետ, կտեսնեն որ քիչ մայնդեղին արած է, քիչ մայնդեղին արած է, խառնված վիճակ։ Եվ բողոս գսե կտեսնեն որ դուք ամեն տեսակ աստվածներով հետ գործ ունեք։ Եվ գսե դեսնելով զննելով գսե սեղան մը դեսա, որում վրա գրված է անձանոտ աստծույն։ Հույները ամեն աստվածները գտնունեին։ Եվ նույնիսկ սեղան մգար անձանոտ աստված գսեին, որ եթե մեկ հատ աստված մգա, որ մենք դեղյակ չենք, անորալ կբաշտենք, առանց գիտնալու։ Գասկնակ, ինչպես է, ձիձաղալի է, բայց այդպես էին, հոգևորականներ էին, հոգևոր էին այդ մարդիկը, բայց սխալ դեղ հիմնված։ Ուրեմն եթե անձանոտ աստված մգա, մենք անորալ կբաշտենք։ Պողոս կսե ես եկած եմ ցեզի այդ աստծո մասին խոսելու։ Ուստի զանիգով որ դուք չեք ճանչնար եւ կբաշտեք, ես նույնը ցեզի կքարոզեմ։ Ուրեմն այս Պողոսը անձանոտ աստծույն պիտի սորվեցնե մեզի նայենք ով է։ Շատ լավ, խոսիր Պողոս, ուրեմն մեր աստվածներուն վրա մեկ հատ աստված գավելցնենք հիմա։ Խոսիր տեսնենք ով է այն աստվածը։ Աստված գսե որ աշխարհը ստեղծեց եւ անոր մեջ եղած բոլոր բաները անիգա երկնքի եւ երկրի դերն լալով ոչ ցերակոց դաջարներու մեջ կփնագի Պողոս կսե ես ցեզի կխոսեմ այն աստծույն մասին որ ցեր բոլոր աստվածներեն ավելի վեր է ինք ստեղծած է ցեր աստվածները ցեր դաջարները ինք ամեն բանի վրա է ինք երկնքի եւ երկրի աստվածն է ստեղծողն է Եվ ինք չի բաշտվիր մարդաշեն դաջարներով, ինչ որ դուք շներեք գեղեցիկ դաջարներ, ինքը չի բնագիր այդպես տեղեր, ինք ավելի մեծ է այդ բոլորեն, այս բոլորը ասելով հռոմեացիները կամ հույները խանգարվեցան, սկսան ասել ավելի հետաքրքրվեցան, ասին ով է ուրեմն այդ աստվածը, որ մեր մնացած բոլոր աստվածներն ավելի մեծ է։ Ոչ այլ մարդոց ցերկով կբաշտվի Անիմը գարոդի բես, կանզի ինք գուդա ամենուն գյանք
շունչ եւ ամեն բան։ Քանի որ հрьяաներ հույներու աստվածները իրենք էին որ գերագրեին, իրենք էին որ պետք է որ այս ընեին, այն ընեին, որ ասինչ աստվածը ուրախ լան, ինչ աստվածը դխուր լա եւ այլն եւ այլն, գսե իմ աստվածը որ ես ցեզ կքարոզեմ, պետք չունի ցեզի։ Իրմե դուք ունիք շունչը, ցանկը, ուդելիքը, ցեր ամեն ինչը ինք գուդա, ինք ցեզ մե, փամը ճուզեր, ինք ցեզի պետք չունի մեկ խոսքով։ Բոլոր ասկերը մեկ արյուներով, որովհետեւ բոլոր երկրի երեսին վրա բնագին եւ որոշված ժամանակները հաստատեց ու անոնց բնագության սահմանները Աստված բնդրելու։ Ուրեմն նաեւ այն Աստվածը, որ ես ցեզ կքարոզեմ, այն Աստվածը, որ ամբողջ մարդկանց Աստվածն է, ոչ թե միայն հույներուն, այլ բոլորին, քանի որ մեկ արյունով ստեղծեց բոլորին եւ բոլորին այդպես ավ, որ զինք բնդրեն։ Ուրեմն Պողոս այս կարճ խոսքերով շեշտը գտնե, որ այն Աստվածը, որ ես ցեզ կքարոզեմ, այն Աստվածը ցեր մարդաշեն շինած Աստվածներեն շատ ավելի է, դուք իր մեկ գախյալ եք, դուք իրեն բարդական եք եւ դուք զինք բնդրելու կանչված եք։ Ուրեմն համար 27-ը, որբեսի խարխապելով զինք գտնեն, թեպետև մեր ամեն մեկեն ալ հերու չէ։ Շատ վեր է, բայց հերու չէ։ Շատ բարձր է, բայց հերու չէ։ Ամեն ինչ իրմով է, բայց հերու չէ։ Ասել գուզեմ որ ծեր մոդն է, հիմա ցեզի գինա փնդրելը։ Հետաքրքրություն կներշնչի այս հույներուն մեջ։ Ասացի անով մենք կապրինք, անով գշարժինք եւ անոր որ գանք, ինչպես ծեր բանաստեղծներեն մեկը կանիները այսպես կսեն, քանզի մենք անոր ցեղեն ալ ենք։ Ուրեմն դուք ունիք խոսակցություններ, բանաստեղծներ, ծեր գրոնական քիրքերուն մեջ կսե ունիք բաներմը, որ իր մասին գխոսին առանց որ դուք գիտնաք։ Ծեր շարժումը իր մեն է, ծեր շունչը իր մեն է։ Ամեն ինչ որ գացես իր մե է։ Եվ գանք, գաբրինք, իր մե գաբրինք, ինք ես գյանք կուդա։ Համար 29-ը, ուստի Աստծո ցեղեն ըլլալով պետք չէ որ այնպես սեբենք, թե աստվածությունը նման է ոսկի կամ արձատի կամ քարի, որ մարդու վարդապետությունով ու խելքով քանդակված է։ Գրաբաշներուն ահավասիկ հարված։ Իմ Աստվածս, որ ես կքարոզեմ, այն Աստվածը չէ, որ քանդակված է քարերով, շնված է մարդու ցերքով, իմ Աստվածս ավելի բարձր է։ Արդ Աստված դկիդության ադենները անդես ընելով հիմա ամեն դեր գբատվիր է բոլոր մարդոց, որ աբաշխարեն։ Ահա, հիմա ուրեմն ցեզի այն Աստված լուկա ամեն մարդոց բոլոր դեր Հունաստան, Գերմանիա, Արաբիստան, Հրյաստան, ուր որը լա, ամեն մարդկանց հույներուն, հրյաներուն, հռոմայացիներուն, բոլորին Աստված կսե աբաշխարեցեք։ Ավասի գոչը ցույց կուտա Պողոս այն մեծ Աստվածը, որ իրենց աստվածներն ավելի բարձր է, իրենց գուրկերեն ավելի բարձր է, եւ այն Աստվածը, որ գուտա իրենց կյանք, շունչ, դեղ, դուն, ամեն ինչ, այն Աստվածը իջած է հիմա հերու դեղ չէ, եւ ցեզի գսե աբաշխարեցեք։ Վասնզի ինք օրը սահմանեց, որում մեջ աշխարհս արդարությամբ պիտի տադե, այն մարդուն ցերկով, որ որոշեց ու ամենուն հավատացուց ազանիգա մերելներեն հարուցանելով։ Ուրեմն աբաշխարի ինչու, քանի որ Թադաստան գա։ Եվ այն Թադաստանը ինչպես եղավ։ Բիդի ըլլա Թադաստանը, բայց աբաշխարի այնտեղ չհասնել են, քանի որ քեզ ջամփան բացողը Հիսուս Քրիստոսն է, որ գսե սահմանեց մեկ մարդ, որ ինք պիտի տադե, եւ այդ մարդը մերավ եւ հարություն արավ, ուրեմն իշխանություն ունի ամեն կյանքի վրա եւ ծեր կյանքի վրա իշխանություն ունի։ Իրենք հույները, հռոմայացիները եւ հույները մանավանդ հարության հետ շատ մեծ վախ ունեին։ Չէին գտնար հասկանալ հարության միտքը։ Եվ Պողոս կսե Հիսուս Քրիստոս մերելներեն հարուցանեց եւ այսօր իր միջոցով Աստված գուկա քեզ եւ գսե աբաշխարե, քանի որ ինք պիտի թադե ամեն մեկուն։ Ավասիկ Պողոսի ավետարանչության գրնամսել
ծրագիրը, թե ինչպես գեղեցիկ ցևով ավետարանչություն հրավ այս հույներուն իրենց բռնելով այնտեղ են, որ հույները կսպասեին կամ գուզեին ճաշտել անծանոթ Աստծո։ Համար 32 երբ մերելներուն հարությունը լսեցին, ոմանք ծաղր գնեին, ոմանք ալ գսեին այդ բանին համար ուրիշ անգամ մդիկ պիտի ընենք քեզի։ Ուրեմն Բողոս անոնց մեջ են հերացավ, սակայն քանի մարդիկ իրեն հարելով հավատացին, որոնց մեջ էին նաև Թիոնիոսը, Արիսպագացի եւ Տամարիս անունով գինմը ու անոնց հետ ուրիշներ ալ։ Կարոզեց շատեր ծաղրերին, բայց շատեր ընդունեցին։ Անծանոթ Աստծո, որ դերը այսօր մեզ կգան չէ, որ մենք ալ ապաշխարենք։ Եթե գանք իր մեյենք, եթե գաբրինք իր մով գաբրինք, մեր շարժուցևը, շարժումները իր մեյ է, մեր ունելիքները, գերածները իր մեյ են, իրեն համար են սիրելիներ։ Եվ որ մտադաստան բիդլա, որ հաշիվ պիտի տանք մեր Տիրոջը։ Եվ այդ հաշիվը պիտի տանք Տեր Հիսուս Քրիստոսի, քանի որ ինք մեզ փրկեց, ինք հարություն արավ եւ ինք մեզ մեջ Սուրբ Օգին ղրգեց, որովհետեւ մենք Սուրբ Օգիով իրեն նմանենք, իր գործերը կատարենք, իր քայլերուն հետևենք եւ իր հետը լանք հավիդյան։ Ուրեմն այս բոլորը մենք կանչված ենք սիրելիներ, ինչպես այսօր տեսանք դարբեր գեդերով, որ ինչպես Տերը գուզե որ մենք լուրջ նվիրյալ Աստվածաբաշտ բարձողը լանք փարապանությամբ, երկրբակությամբ աշակերտներ, ինք մեզ հետ է փանդին մեջ, ամեն վիճակի մեջ, մեզ պիտի կործածե միամ մենք մնանք հավատարիմ, ուր որը լանք Հիսուսն է Մեսիան, Հիսուսն է Տակավորը, քիրքերը քննենք, քիրքերը ճանչնանք, հասկնանք, սորվինք, դարածենք, ավետարանենք, մեզ կփռնեն, շարունակենք, քայլենք, Տիրոջ օրհնությունները վայելենք։ Եվ եթե Տերը մեր առաջ կտնե, ով որ տնե մեր առաջ, հրյան տնե, հրյային խոսենք, հայը տնե, հային խոսենք, ֆրանսացին տնե, ֆրանսացին խոսենք։ Տեսակ հրյաներուն հետ հրյայի պես խոսեցավ, հռոմայացիներուն պես խոսեցավ, բայց Բողոսը քիրքերը կիցող մարդ էր։ Եկեք մենք ալ քիրքերը լավ սերդենք։ Անոր համար է որ այս սերդողությունները գնեմ։ Անոր համար է որ այսչափ երկար սիրելիներ գխոսիմ, այսչափ երկար կարոզենք, որովհետեւ այս խոսքերը քեզի ինձի ցանկ տան, սորվինք եւ քայլենք Տիրոջ փառքին համար։ Դերը փառավորվի քեզմով եւ այս գարջ մեր սերդողությունով մի քիչ եղավ այս անգամ, բայց կգարձեմ օգտակար էր։ Եկեք փառապանենք Դերը, մեծ սիրույթ համար Դեր ես կգամ քեզի։ Եկեք երգենք եւ կփակենք մեր պաշտամունքը անգեհետո։ Աշխարհը սիրեցիր եւ կյանքովդ կյանք տվիր Տեր դու կամ քեզի որովհետեւ խաղաղություն ունենամ քու սուրբ սիրույթ մեջ Տեր դու կամ քեզի մեծ սիրույթ համար 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 Տեր դու կամ քեզի Որովհետև միշտ կուզեմ հագենան քու կյանքի աղբյուրեն Տեր դու կամ քեզի որպեսզի առավել կյանք ունենամ շնորհադու կյանքեդ Տեր դու կամ քեզի մեծ սիրույթ համար 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 Տեր դու կամ քեզի որովհետև սերդ կպժեշք է վիրավոր սրտեր Տեր դու կամ քեզի որովհետև խաչը Տեր կպրգե ամա հոգիներ Տեր դու կամ քեզի մեծ սիրույթ համար Տեր դու կամ քեզի մեծ սիրույթ համար Տեր դու կամ քեզի մեծ սիրույթ համար Տեր դու կամ
գուքամ քեզի զիտուն դեր յանքս բրգեցիր դժողքի գորուստեն դեր գուքամ քեզի մեծիրույթ համար 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 դեր գուքամ քեզի Հալելույա, այն մեծ սիրո համար մենք կգանք Տիրոջը, կնվիրվենք Տիրոջը, կսիրենք Տիրոջը, կծառայենք Տիրոջը։ Միջև այնադեմ որ ուժ ունենք, թող այդ ուժը տարվի Տիրոջ փառքի համար։ Օրհնյալ է մեր Տերը, գաղութեմ Տեր Հիսուս Քրիստոս, քո Սուրբ Հոգիով ինչ որ այստեղ ցանվեցավ, ինչ որ խոսեցանք, դու բդղապերեր է, աշակերտներ բարձրանան, նվիրյալներ բարձրանան, քեզ սիրողներ բարձրանան, քեզ հետ քայլողներ բարձրանան, քեզ բադիվ բերողներ բարձրանան այս ուղի եթերի միջոցով։ Տուն եղիր գետրոնը եւ տուն եղիր առաջինը մեր ամեն մեկ գործերի մեջ։ Փառք, բադիվ եւ օրհնություն, հալելույա, ամեն եւ ամեն։ Գուր եղբայրներ, մենք Տիրոջ շնորհքով կալ չորեքշաբթի նույն ժամը նույն ալիքին վրա գանտիվենք համբույրներով օրհնված եղեք եւ մեծ բդուղներ բերեք Տիրոջ փառքին համար։ Կտեսնվենք։